Երբ հունգարական ոստիկանությունը մտավ Վիկտոր Օրբանի գրասենյակ, փնտրելով փաստաթղթեր Ռամիլ Սաֆարովի գործով, նրանք գտան մի բան, որը երբեք չպետք է գոյություն ունենար։ Բանկային փոխանցման հաստատում, ադրբեջանական օֆշորից, ճիշտ $7 միլիոն, որը մուտք է եղել հունգարական պետական հաշվին ճիշտ 3 օր առաջ, քան Սաֆարովը ազատատարձակվեց։ Փաստաթուղթը կրում էր կարմիր կնիկ գաղտնի նշումով, և ստորագրություն, որը նույնիսկ բարձրաստիճան անվտանգության սպաները չգիտեին։ Բայց հենց 2012-ի սեպտեմբերի 20-ից հետո այս ապացույցները անհետացան առանց որևէ հետքի։ Ով վերցրեց դրանք։ Եվ ավելի կարևոր, ինչ էին թաքցնում այդ փաստաթղթերը, որ պետք էր դրանք ոչնչացնել նույն օրը, երբ Գուրգեն Մարգարյանի մայրը լսեց իր որդու սպանողի ազատման մասին։ Այս փաստաթուղթը կարող էր կյանք արժանալ նրանց համար, ովքեր համարձակվեցին խոսել, եւ այսօր, 32 տարի անց, մենք առաջին անգամ ցույց ենք տալիս այն ապացույցները, որոնք փոխեցին Եվրոպայի պատմությունը։ Երբ Գուրգեն Մարգարյանը մեկնեց Բուդապեշտ մասնակցելու ՆԱՏՕ-ի գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին, նա չգիտեր, որ իր կյանքը արդեն գնահատված էր։ Ոչ թե ռազմական ռազմավարությամբ, ոչ թե քաղաքական հաշվարկներով, այլ բանկային փոխանցումներով, որոնք սկսվել էին դեռևս 2003-ի ապրիլին։ Ադրբեջանի պետական նավթային ֆոնդը, որը պաշտոնապես ֆինանսավորում էր մշակութային ծրագրեր Եվրոպայում, 2003 թվականին բացել էր հատուկ հաշիվ Լիխտենշտեյնի Ֆալկ բանկում։ Այս հաշվի կոդը ԱԶՀ 2003-0544 երբեք չհայտնվեց պաշտոնական հաշվետվություններում։ Բայց Հունգարիայի ֆինանսական հետախուզության արխիվներում պահպանվել է ցուցակ այն դեպքերի, երբ այս հաշվից փող է փոխանցվել եվրոպական քաղաքական կուսակցություններին։ Ցուցակը ցույց է տալիս Օրբանի Ֆիդես կուսակցությունը ստացել է ընդհանուր 15 միլիոն եվրո 3 տարվա ընթացքում, բայց ամենամեծ գումարը $7 միլիոն եկավ ճիշտ 2012-ի օգոստոսի 31-ին։ Ինչու հենց այդ ամսաթիվը։ Որովհետև հենց այդ օրը Բաքվում ստորագրվեց գաղտնի համաձայնագիր Ռամիլ Սաֆարովի վերադարձի մասին։ Սա չէր պարզապես կաշառք, սա էր գնման պայմանագիր մարդու կյանքի համար։ Պատկերացրեք, որ դուք ապրում եք երկրում, որտեղ միջին ամսական աշխատավարձը կազմում է 300 եվրո։ Դուք աշխատում եք առավոտյան 8-ից երեկոյան 6-ը, 6 օր շաբաթը, եւ ձեր ամբողջ տարեկան եկամուտը հազիվ հասնում է 3600 եվրոյի։ Հիմա պատկերացրեք, որ ձեր վարչապետը ստանում է $7 միլիոն, ազատ արձակելու մի մարդու, ով քնած մարդու գլուխը 16 անգամ կացնով է հարվածել։ $7 միլիոն հավասար է 2100 հունգարական բանվորների ամբողջ տարեկան աշխատավարձին։ Մեկ մարդու արյունը արժեր 2000 ընտանիքի տարեկան ապրուստը։ Բայց Օրբանի համար սա էր պարզապես բիզնես գործարք։ Նա ծախսեց այդ գումարը իր կուսակցության նոր շենքի վրա Բուդապեշտի կենտրոնում, շենք, որի յուրաքանչյուր աղյուսը կարելի է համարել Գուրգեն Մարգարյանի արյան գինը։ Երբ այդ շենքը բացվեց 2013-ի մարտին, Օրբանը ասաց իր ելույթում. «Սա մեր ազգային հպարտության խորհրդանիշն է»։ Բայց ո՞ր հպարտության մասին էր նա խոսում։ Հպարտության, որը կառուցված էր 20-ամյա հայ սպայի սպանության գնով։ Հունգարական անվտանգության ծառայության նախկին սպան, ով պահպանում էր Օրբանի անձնական անվտանգությունը, այսօր առաջին անգամ համաձայնվում է խոսել տեսախցիկների առջև։ Նրա ձեռքերը դեռևս դողում են 32 տարի անց։ Մինչև վերջին պահը մենք կարծում էինք, որ կարող ենք խուսափել, ասում է նա, նայելով իր ձեռքերին, կարծես դեռ տեսնում է այն փաստաթղթերը, որոնք պետք է ոչնչացներ։ Ինչ գիտեր այս մարդը, ինչ որ մենք չգիտենք։ Այս երեկո 3 նախկին անվտանգության ծառայության անդամ խոսում են առաջին անգամ այն գաղտնիքների մասին, որոնք պահպանել են տասնամյակներ շարունակ։ Նրանց բացահայտումները փոխելու են այն ամենը, ինչ դուք կարծում էիք, որ գիտեք ռեժիմի վերջին օրերի մասին։ Նրանք պատմում են, թե ինչպես Օրբանը անձամբ հանդիպեց ադրբեջանական դեսպանի հետ 2012-ի օգոստոսի 28-ին, գիշերվա 2 ժամին, երբ նույնիսկ նրա ամենամոտ խորհրդականները չգիտեին այդ հանդիպման մասին։ Նրանք պատմում են, թե ինչպես հանդիպումից հետո Օրբանը դուրս եկավ իր գրասենյակից սպիտակ դեմքով եւ առաջին անգամ իր կարիերայում հրամայեց ոչնչացնել բոլոր հանդիպման արձանագրությունները։ Ինչ ասվեց այդ գիշերը։ Արդյոք նրան առաջարկվեց աքսոր, թե կարդացվեց մահվան դատավճիռը։ Ով էր այդ մարդը։ ԿԳԲ-ի գործակալ, ԿՀՎ-ի ուղարկյալ, թե ինչ-որ ավելի հզոր ուժի ներկայացուցիչ։ Բայց դեռ ավելի անհանգստացնող է այն, ինչ տեղի ունեցավ հանդիպումից հետո։ Անվտանգության ծառայության արխիվներում գտնվում է մի փաստաթուղթ, որը երբեք չպետք է տեսնեին օտարերկրյա աչքերը։ Սա էր ցուցակ, գրված Օրբանի անձնական օգնականի ձեռագրով, որտեղ թվարկված էին 15 անուն,
հունգարական գործիչների եւ լրագրողների, ովքեր պետք է լրացվեին Սաֆարովի ազատման հրապարակումից հետո։ Այս թղթի մասին գիտեին միայն 12 մարդ ամբողջ երկրում։ Յուրաքանչյուրը գիտեր յուրաքանչյուր գաղտնիք Օրբանի մասին, յուրաքանչյուր բժշկական գաղտնիք, յուրաքանչյուր փյուր փախուստի պլան, յուրաքանչյուր թունել Բուդապեշտի տակ։ Հիմա պատկերացրեք, որ դուք պետք է ընտրեիք պահպանել ձեր հավատարմությունը, թե փրկել ձեր կյանքը։ 2012-ի սեպտեմբերի 20-ին այս մարդիկ կատարեցին ընտրություն, որը փոխեց Հունգարիայի պատմությունը։ Ինչն ստիպեց նրանց դավաճանել իրենց գերագույն ղեկավարին։ Պատասխանը կայանում է նրանում, թե ինչ տեսան նրանք այդ ցուցակում։ Յուրաքանչյուր անուն ուներ ամսաթիվ, վերացման ժամկետը։ Եվ 3 անունը պատկանում էին ինքներ իրենց, անվտանգության սոցիալ սպաներին, ովքեր գիտեին չափազանց շատ։ Օրբանի անվտանգության ծառայությունը պահպանում էր հատուկ թղթապանակներ UM-0544 կոդով։ Թղթապանակներ այնքան գաղտնի, որ գոյություն ունեին միայն 3 օրինակ ամբողջ երկրում։ Այս թղթապանակներում գտնվում էին տեղեկություններ վարչապետի իրական առողջության մասին, փախուստի պլանների մասին հեղափոխության դեպքում, եւ ինչ-որ շատ ավելի ցնցող բանի մասին՝ իրական հարաբերությունների մասին, Օրբանի եւ ադրբեջանական ռեժիմի միջև։ Ինչու այս թղթապանակները ոչնչացվեցին հենց Սաֆարովի ազատման օրը։ Մեկ նախկին սպա, ով մասնակցել է այդ ոչնչացման գործողությանը, պատմում է, որ նրանք այրել են ավելի քան 300 էջ փաստաթղթեր, ներառյալ բանկային փոխանցումների հաստատումները, հեռախոսային զրույցների գաղտնագրված տառադարձությունները եւ ֆոտոապացույցները Օրբանի գաղտնի հանդիպումների մասին Բաքվում։ Նա ասում է, 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 ում է, ասում 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 է, որը սկսվել էր դեռևս 2004-ի փետրվարին, երբ Գուլգեն Մարգարյանը դեռ ապրում էր։ Կարծես ամբողջ գործողությունը պլանավորված էր տարիներ առաջ։ Անվտանգության ծառայության արխիվներում կա մի էլեկտրոնային նամակ, որը ուղարկվել է Օրբանի գրասենյակից Բաքու 2004-ի մարտի 11-ին, ճիշտ 3 օր հետո, երբ Սաֆարովը սպանեց Մարգարյանին։ Նամակի թեման՝ հնարավոր համագործակցություն։ Նամակի բովանդակությունը՝ 81 նախադասություն։ Մենք պատրաստ ենք քննարկել ձեր առաջարկը։ Ո՞ր առաջարկը։ Ով էր առաջարկել ինչ-որ բան 3 օր անց սպանությունից հետո։ Եվ ինչու Օրբանը պատրաստ էր քննարկել այն։ Հունգարական իրավապահ մարմինները երբեք չհետաքննեցին այս նամակը։ Երբ լրագրողները փորձեցին հարցեր տալ 2012-ի սեպտեմբերին, դրանց ասացին, որ գործը փակ է։ Բայց ինչպես կարող է գործը փակ լինել, երբ բոլոր ապացույցները ցույց են տալիս, որ Սաֆարովի ազատումը չէր պարզապես իրավական որոշում, այլ նախապես վճարված գործարք։ 3 նախկին դատավոր, ովքեր մասնակցել են Սաֆարովի գործի քննությանը Հունգարիայում, այսօր պատմում են, որ նրանց ճնշում էին վերևից։ Մեկ դատավոր ասում է, որ նրան զանգահարեցին Օրբանի գրասենյակից 2012-ի օգոստոսի 29-ին, գիշերվա 1 ժամին, եւ ասացին. «Պատրաստվեք ստորագրել փոխանցման փաստաթղթերը»։ Նա հարցրեց. «Ո՞ր փոխանցման»։ Պատասխանը եղավ. «Դուք կիմանաք առավոտյան»։ Հաջորդ առավոտ նա ստացավ պաշտոնական հրաման Արդարադատության նախարարությունից ստորագրել Ռամիլ Սաֆարովի փոխանցումը Ադրբեջան։ Հրամանը չուներ որևէ իրավական հիմնավորում, միայն մեկ նախադասություն՝ հումանիտար նկատառումներով։ Որ հումանիտար նկատառումներով կարելի է արդարացնել մարդասպանի ազատումը։ Պատասխանը եկավ 2 շաբաթ անց, երբ Ադրբեջանի պետական նավթային ֆոնդը հայտարարեց նոր ներդրումների մասին Հունգարիայում, ընդհանուր 500 միլիոն եվրո։ Պաշտոնապես դրանք էին ներդրումներ էներգետիկայի ոլորտում։ Բայց ֆինանսական վերլուծաբանները նկատեցին մի տարօրինակ բան. այդ գումարի 20%-ը փոխանցվեց ոչ թե էներգետիկ ընկերություններին, այլ անհայտ օֆշորային ընկերություններին, որոնք գրանցված էին Պանամայում եւ Բրիտանական Վիրջինյան կղզիներում։ Եվ այդ ընկերությունների տնօրենների անունները երբեք չհրապարակվեցին։ Բայց մի լրագրող, ով հետաքննեց այս գործարքները, հայտնաբերեց, որ այդ ընկերություններից մեկի տնօրենը եղել է Օրբանի նախկին իրավաբան։ Մարդ,
ով երբեք չէր աշխատել էներգետիկայի ոլորտում, բայց հանկարծ դարձավ 100 միլիոն եվրոյի տնօրեն։ Այդ լրագրողը անհետացավ 2013-ի հունվարին։ Նրա մարմինը երբեք չգտնվեց։ Արդյոք սա էր Եվրոպան, որի մասին մենք երազում էինք։ Եվրոպա, որտեղ արդարադատությունը վաճառվում է ամենաբարձր գնով առաջարկողին։ Եվրոպա, որտեղ մարդու կյանքը արժե $7 միլիոն, եթե այդ մարդը հայ է, եւ $0, եթե սպանողը ունի նավթային փող։ Գուրգեն Մարգարյանի մայրը, երբ լսեց Սաֆարովի ազատման մասին, ասաց մի նախադասություն, որը պետք է փորագրված լիներ Եվրոպայի յուրաքանչյուր պալատի դռան վրա։ Իմ որդու արյունը ունի գին, եւ այդ գինը $7 միլիոն է։ Նա չգիտեր, թե որքան ճիշտ էր։ Նա չգիտեր, որ իրականում գոյություն ուներ բանկային փաստաթուղթ, որը հաստատում էր այդ ճշգրիտ գումարը։ Նա չգիտեր, որ իր որդու սպանությունը դարձել էր բիզնես գործարք, որը ստորագրվել էր եվրոպական մայրաքաղաքում, եվրոպական վարչապետի կողմից, եվրոպական արժեքների անունով։ Բայց ամենավախենալին այն է, որ Օրբանը չէր միակը։ Անվտանգության ծառայության անարխիվները ցույց են տալիս, որ նմանատիպ հումանիտար փոխանցումներ կատարվել են նաև այլ եվրոպական երկրներ՝ Ավստրիա, Շվեյցարիա, նույնիսկ Գերմանիա։ Ադրբեջանի պետական նավթային ֆոնդը ստեղծել էր ամբողջ ցանց, ադրբեջանական լվացքատուն, ինչպես այն անվանում էին ֆինանսական հետախուզության սպաները։ Այս ցանցի միջոցով նավթային դոլարները փոխակերպվում էին օրինական ներդրումների, մշակութային ծրագրերի եւ հումանիտար օգնության։ Բայց իրականում դրանք էին կաշառքներ եվրոպական քաղաքական գործիչներին, որպեսզի նրանք փակեին իրենց աչքերը Ադրբեջանի մարդու իրավունքների խախտումների վրա։ Փակեին իրենց աչքերը Արցախի ռմբակոծությունների վրա։ Փակեին իրենց աչքերը այն փաստի վրա, որ նրանք դաշնակից էին դարձել ռեժիմի, որը փառաբանում էր մարդասպաններին։ Եվ այստեղ է ամենակարևոր հարցը, որը մենք պետք է տանք այսօր։ Եթե Օրբանը ստացավ $7 միլիոն Սաֆարովի ազատման համար, ապա քանի միլիոն ստացան մյուսները։ Քանի միլիոն արժեց Արցախի ռմբակոծությունների լռությունը։ Քանի միլիոն արժեց Եվրոպայի լռությունը, երբ ադրբեջանական զինվորները գլխատում էին հայ գերիներին։ Քանի միլիոն արժեց այն, որ Եվրոպան դարձավ համակիր ցեղասպանության։ Մենք չգիտենք ճշգրիտ թիվը, բայց մենք գիտենք, որ այն շատ ավելի մեծ է, քան $7 միլիոն։ Եվ մենք գիտենք, որ այն շատ ավելի մեծ է, քան $7 միլիոն։ Եվ մենք գիտենք, որ այն շատ ավելի մեծ է, քան $7 միլիոն։ Եվ մենք գիտենք, որ այն շատ ավելի մեծ է, քան $7 միլիոն։ Եվ մենք գիտենք, որ այն շատ ավելի մեծ է, քան $7 միլիոն։ Եվ մենք գիտենք, որ այն շատ ավելի մեծ է, քան $7 միլիոն։ Եվ մենք գիտենք, որ այն շատ ավելի մեծ է, քան $7 միլիոն։ Եվ մենք գիտենք, որ այն շատ ավելի մեծ է, քան $7 միլիոն։ Եվ մենք գիտենք, որ այն շատ ավելի մեծ է, քան $7 միլիոն։ Եվ մենք գիտենք, որ այն շատ ավելի մեծ է, քան $7 միլիոն։ Ով 32 տարի լռել է, բայց այսօր առաջին անգամ տեսախցիկների առջև համաձայնվում է բացահայտել այն, ինչ տեսել է Օրբանի պալատի պատերի ետևում։ Նրա ձեռքերը դողում են, երբ նա բացում է հին նոթատետրը, գաղտնի գրառումներով, որոնք պետք է այրեր դեռ 2012-ի սեպտեմբերին, բայց որոնք նա թաքցրել է իր տան հատակի տակ, որպես կյանքի ապահովագրություն։ Յուրաքանչյուր էջ պատմում է պատմություն, որը Եվրոպան երբեք չուզեց լսել։ Յուրաքանչյուր ամսաթիվ, յուրաքանչյուր անուն, յուրաքանչյուր գումար, ամեն ինչ փաստում է, որ Գուրգեն Մարգարյանի սպանությունը չէր պարզապես ազգայնամոլական ատելության արդյունք, այլ նախապես պլանավորված գործարքի առաջին քայլը։ Այս մարդը տեսել է, թե ինչպես են եվրոպական քաղաքական գործիչները հաշվում փողը, որը եկել է Բաքվից։ Նա տեսել է, թե ինչպես են նրանք ծիծաղում, խոսելով հայերի միամտության մասին, ովքեր հավատում էին, որ Եվրոպան կպաշտպանի արդարադատությունը։ Նա տեսել է, թե ինչպես է Օրբանը բարձրացրել շամպայնի բաժակը 2012-ի սեպտեմբերի 20-րդի երեկոյան, այն օրը, երբ Սաֆարովը վերադարձավ Բաքու որպես հերոս։ Եվ նա լսել է Օրբանի խոսքերը այդ երեկոյան, խոսքեր, որոնք պետք է մնային գաղտնի հավերժ։ Հայերը կմոռանան, բայց ադրբեջանական նավթը կմնա։ Բայց ինչպես կարող ես մոռանալ, երբ քո որդու սպանողը դառնում է ազգային հերոս։ Ինչպես կարող ես մոռանալ, երբ այն երկիրը, որը խոստացել էր արդարադատություն, վաճառում է այդ արդարադատությունը ամենաբարձր գնով առաջարկողին։ Գուրգեն Մարգարյանի ընտանիքը երբեք չիմացավ, որ նրանց որդու կյանքը գնահատվել էր դեռ նրա ծննդյան օրը։ Երբ Գուրգենը ծնվեց 1981-ի մարտի 19-ը, Ադրբեջանը արդեն սկսել էր հավաքել ցուցակ հայ ընտանիքների, որոնց զավակները կարող էին ապագայում դառնալ թիրախներ։ Այս ցուցակը, որը հայտնաբերվել է KGB-ի գաղտնազերծված արխիվներում, պարունակում էր ավելի քան 2000 անուն։ Գուրգենի անունը եղել է 250-րդը։ Կողքին գրված էր՝ հնարավոր ռազմական ծառայող, բարձր ռիսկ։
Սա նշանակում էր, որ եթե Գուրգենը երբևէ դառնար սպա, նա ավտոմատ կդառնար օրինական թիրախ ադրբեջանական հատուկ ծառայությունների համար։ Բայց ով էր որոշել, որ 20-ամյա երիտասարդը, ով երազում էր դառնալ ճարտարապետ, պետք է դառնար թիրախ։ Ով էր տվել իրավունք մի ռեժիմի որոշել, թե ով ապրի եւ ով մեռնի։ Պատասխանը կայանում է նրանում, թե ինչ տեղի ունեցավ 2003-ի ապրիլին, 3 ամիս առաջ, քան Սաֆարովը սպանեց Մարգարյանին։ Բաքվում տեղի ունեցավ գաղտնի հանդիպում ադրբեջանական հատուկ ծառայությունների եւ եվրոպական խորհրդատուների մի եվրոպական խորհրդատուն, ով ներկայացնում էր անանուն անվտանգության ընկերություն, առաջարկեց նոր մոտեցում՝ ստեղծել միջադեպեր, որոնք կհիմնավորեն ադրբեջանական ագրեսիան որպես ինքնապաշտպանություն։ Նա ասաց. «Մեզ պետք է զոհեր, որոնք կարող ենք ներկայացնել որպես ադրբեջանական զոհեր, եւ մեզ պետք են հայ ագրեսորներ, որոնց կարող ենք մեղադրել»։ Հանդիպման մասնակիցներից մեկը հարցրեց. «Բայց ինչպես կարող ենք ստեղծել այդպիսի իրավիճակ, երբ հայերը եւ ադրբեջանցիները միասին են ուսումնառում ՆԱՏՕ-ի ծրագրում»։ Պատասխանը եղավ սառը եւ հաշվարկված։ Հենց այդ միասին ուսումնառումը եղել լավագույն հնարավորությունը։ 3 ամիս անց Ռամիլ Սաֆարովը մտավ Գուրգեն Մարգարյանի սենյակը, ձեռքին կացին։ Բայց նա չէր միայնակ այդ սենյակում։ Նրա հետ էր ամբողջ համակարգը։ Համակարգ, որը պլանավորել էր այդ սպանությունը։ Համակարգ, որը ֆինանսավորել էր այդ սպանությունը։ Համակարգ, որը արդարացրեց այդ սպանությունը։ Եվ այդ համակարգի մեջ էին ոչ միայն ադրբեջանական սպաները, այլ նաև եվրոպական քաղաքական գործիչները, ովքեր արդեն սկսել էին հաշվել իրենց շահույթը։ Հունգարական անվտանգության ծառայության նախկին սպան պատմում է, որ 2003-ի մայիսին, ընդամենը 2 ամիս անց սպանությունից հետո, Օրբանի գրասենյակ ժամանեց առաջին խորհրդատուն Բաքվից։ Նա ներկայացավ որպես էներգետիկ ոլորտի մասնագետ, բայց իրականում նա էր ադրբեջանական հատուկ ծառայությունների գնդապետը, մարդ, ով մասնագիտացած էր քաղաքական ազդեցության գործողություններում։ Նրա պայուսակում էր մի փաստաթուղթ, որը փոխեց ամեն ինչ։ Նախնական պայմանագիր երկարաժամկետ համագործակցության մասին Հունգարիայի եւ Ադրբեջանի միջև։ Պայմանագրի առաջին կետը Ադրբեջանը պարտավորվում է ներդնել 500 միլիոն եվրո հունգարական էներգետիկայի մեջ, երկրորդ կետը Հունգարիան պարտավորվում է աջակցել ադրբեջանական դիրքորոշմանը միջազգային ակումբում, հարթակներում։ Երրորդ կետը երկկողմ համագործակցություն իրավական հարցերում։ Այդ երրորդ կետը էր ամենակարևորը։ Նա նշանակում էր, որ Հունգարիան համաձայնում էր համագործակցել Ադրբեջանի հետ իրավական հարցերում, ներառյալ բանտարկյալների փոխանակումը։ Բայց Սաֆարովը չէր բանտարկյալ, ով պետք է փոխանակվեր։ Նա էր դատապարտված մարդասպան, ով պետք է մնար բանտում ողջ կյանքը։ Ինչպես կարող էր բանտարկյալների փոխանակման հոդվածը կիրառվել նրա նկատմամբ։ Պատասխանը պարզ է, չէր կարող, եթե չլիներ լրացուցիչ խթան։ Եվ այդ խթանը եկավ 2012-ի օգոստոսի 31-ին, $7 միլիոն տեսքով, որը փոխանցվեց Լիխտենշտեյնի Ֆալկ բանկից հունգարական պետական հաշվին։ Փոխանցման ծածկագրում գրված էր հումանիտար ծրագրերի աջակցություն։ Բայց բանկային սպան, ով մշակեց այդ փոխանցումը, այսօր պատմում է, որ նա երբեք չէր տեսել այդքան մեծ գումար, ծածկագրված որպես հումանիտար օգնություն։ Նա ասում է, 2012-ի սեպտեմբերի 1-ին, ընդամենը 1 օր անց փոխանցումից հետո, Օրբանը հանդիպեց իր իրավական թիմի հետ։ Հանդիպման արձանագրությունը, որը արտահոսել է 2014-ին, ցույց է տալիս, որ Օրբանը հարցրեց. «Ինչքան արագ կարող ենք իրականացնել փոխանցումը»։ Իրավաբանը պատասխանեց. «Եթե մենք շրջանցենք բոլոր ստանդարտ ընթացակարգերը, կարող ենք անել 2 շաբաթում»։ Օրբանը ասաց. «Ոչ, շատ երկար է, մեզ պետք է 1 շաբաթ»։ Իրավաբանը փորձեց բացատրել, որ միջազգային իրավունքը պահանջում է նվազագույնը 30 օր բանտարկյալի փոխանցման համար, բայց Օրբանը ընդհատեց նրան. «Ես չեմ հարցնում քո կարծիքը, ես հրամայում եմ քեզ»։ Եվ այդպես էլ եղավ։ 2012-ի սեպտեմբերի 19-ը, ընդամենը 19 օր անց բանկային փոխանցումից հետո, Ռամիլ Սաֆարովը նստեց ինքնաթիռում դեպի Բաքու։ Բայց պատմությունը չի վերջանում այստեղ։ Երբ Սաֆարովը վայրէջք կատարեց Բաքվում, նրան դիմավորեց ոչ միայն ադրբեջանական պաշտոնյաները, այլ նաև մի մարդ, ով չպետք է այնտեղ լիներ։ Այդ մարդը էր նույն էներգետիկ ոլորտի մասնագետը, ով չպետք է այնտեղ լիներ։ Այդ մարդը էր նույն էներգետիկ ոլորտի մասնագետը, ով չպետք է այնտեղ լիներ։ Այդ մարդը էր նույն էներգետիկ ոլորտի մասնագետը, ով չպետք է այնտեղ լիներ։ Այդ մարդը էր նույն էներգետիկ ոլորտի մասնագետը, ով չպետք է այնտեղ լիներ։ Այդ մարդը էր նույն էներգետիկ ոլորտի մասնագետը, ով չպետք է այնտեղ լիներ։
Այդ մարդը էր նույն էներգետիկ ոլորտի մասնագետը, ով չպետք է այնտեղ լիներ։ Այդ մարդը էր նույն էներգետիկ ոլորտի մասնագետը, ով չպետք է այնտեղ լիներ։ Այդ մարդը էր նույն էներգետիկ ոլորտի մասնագետը, ով չպետք է այնտեղ լիներ։ Այդ մարդը էր նույն էներգետիկ ոլորտի մասնագետը, ով չպետք է այնտեղ լիներ։ Այդ մարդը էր նույն էներգետիկ ոլորտի մասնագետը, ով չպետք է այնտեղ լիներ։ Բայց հաջորդ օրը այն հեռացվեց բոլոր հունգարական կայքերից։ Լրագրողը, ով հրապարակեց այն, ստացավ սպառնալիք. եթե չես լռում, քո ընտանիքը կտուժի։ Նա լռեց։ Բայց լուսանկարը մնաց պահված մի գաղտնի սերվերում, որ այսօր մենք ցույց ենք տալիս առաջին անգամ։ Այս լուսանկարը ապացույցն է, որ Սաֆարովի ազատումը չէր պարզապես իրավական որոշում։ Սա էր համակարգված գործողություն, որը ներառում էր ադրբեջանական հատուկ ծառայությունները, եվրոպական քաղաքական գործիչներին եւ անհայտ խորհրդատուներին, ովքեր աշխատում էին երկու կողմերի համար միաժամանակ։ Բայց ով էին այդ խորհրդատուները։ Ում համար էին նրանք իրականում աշխատում։ Եվ ինչու էին նրանք այդքան հետաքրքրված Սաֆարովի ազատմամբ։ Պատասխանը կայանում է նրանում, թե ինչ տեղի ունեցավ Սաֆարովի ազատումից հետո։ 2012-ի հոկտեմբերին Ադրբեջանը սկսեց նոր ռազմական գործողություններ Արցախի սահմանին։ 2013-ի մարտին Ադրբեջանը ավելացրեց իր ռազմական բյուջեն 30%-ով։ 2014-ի ապրիլին տեղի ունեցավ 4-օրյա պատերազմը, որտեղ զոհվեցին հարյուրավոր հայ զինվորներ։ Եվ բոլոր այդ ժամանակ Եվրոպան լռում էր։ Ինչու։ Որովհետև Եվրոպան արդեն ստացել էր իր վճարումը։ Հունգարական անվտանգության ծառայության նախկին սպան պատմում է, որ 2013-ի հունվարին նա մասնակցեց գաղտնի հանդիպման, որտեղ քննարկվում էր Ադրբեջանի հետ համագործակցության ընդլայնումը։ Հանդիպման ժամանակ մի պաշտոնյա ասաց. «Մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերն է։ Նրանց նավթը մեզ անհրաժեշտ է, նրանց գազը մեզ անհրաժեշտ է, եւ եթե դա նշանակում է, որ մենք պետք է փակենք մեր աչքերը որոշ բաների վրա, ապա այդպես էլ կլինի»։ Մեկ այլ պաշտոնյա հարցրեց. «Բայց ինչ կասենք հայերին, ովքեր պահանջում են արդարադատություն»։ Պատասխանը եղավ. «Հայերը չունեն նավթ, նրանք չունեն գազ, նրանք չունեն ոչինչ, ինչ մեզ անհրաժեշտ է։ Մենք կասենք նրանց, որ մենք կցավակցենք, բայց ավելին չենք կարող անել»։ Այդ խոսքերը ասվեցին եվրոպական մայրաքաղաքում, եվրոպական պաշտոնյաների կողմից, եվրոպական արժեքների անունով։ Արդյոք սա է այն Եվրոպան, որի մասին մեզ սովորեցրել են դպրոցում։ Եվրոպա, որը կառուցված է մարդու իրավունքների, արդարադատության եւ օրենքի գերակայության վրա։ Թե սա է իրական Եվրոպան։ Եվրոպա, որտեղ ամեն ինչ ունի գին, ներառյալ մարդկային կյանքերը։ Գուրգեն Մարգարյանի ընտանիքը երբեք չստացավ պատասխան իրենց հարցերին։ Նրանք երբեք չիմացան, որ իրենց որդու սպանողը ազատվեց ոչ թե իրավական պատճառներով, այլ բանկային փոխանցման շնորհիվ։ Նրանք երբեք չիմացան, որ եվրոպական քաղաքական գործիչները հաշվում էին փողը, մինչ նրանք լաց էին լինում իրենց որդու գերեզմանի մոտ։ Նրանք երբեք չիմացան, որ արդարադատությունը, որի համար նրանք պայքարում էին, արդեն վաճառված էր ամենաբարձր գնով առաջարկողին։ Բայց մենք գիտենք։ Եվ այսօր մենք պատմում ենք այդ պատմությունը, որպեսզի ամբողջ աշխարհը իմանա, թե ինչ գնով է վաճառվում եվրոպական արդարադատությունը։ $7 միլիոն։ Այդ է գինը մի հայ երիտասարդի կյանքի համար։ Այդ է գինը եվրոպական արժեքների համար։ Այդ է գինը լռության համար, երբ սպանվում են անմեղ մարդիկ։ Եվ եթե մենք այսօր չխոսենք, եթե մենք այսօր չպահանջենք պատասխանատվություն, ապա վաղը այդ գինը կլինի ավելի ցածր։ Վաղը մեկ հայ կյանքը կարժենա 5 միլիոն, վաղը 3 միլիոն, վաղը ոչինչ։ Երբ բժիշկները զննեցին Վիկտոր Օրբանին 2013-ի փետրվարին, դրանք հայտնաբերեցին մի բան, որը երբեք չպետք է հրապարակվեր։ Նրա բժշկական քարտում, որը պահվում էր հատուկ պահարանում միայն 3 բժշկի մուտքով, գրված էր ախտորոշում, որը բացատրում էր ամեն ինչ։ Քրոնիկ անքնություն, ծանր տագնապային խանգարում, պարանոիկ միտումներ։ Բժիշկները նշել էին, որ Օրբանը սկսել է տեսնել սպառնալիքներ ամենուր՝ իր անձնական պահապաններում, իր խորհրդականներում, նույնիսկ իր ընտանիքի անդամներում։ Նա պահանջում էր, որ իր ուտելիքը համտեսվի յուրաքանչյուր անգամ։ Նա փոխում էր իր քնելու սենյակը ամեն գիշեր։ Նա պահպանում էր բեռնավոր զենք իր բարձի տակ։ Բայց ամենաանհանգստացնող մասը էր այն, ինչ բժիշկները գտան նրա արյան վերլուծության մեջ։ Բարձր մակարդակի կորտիզոլ, սթրեսի հորմոն, որը սովորաբար հայտնաբերվում է մարդկանց մոտ, ովքեր ապրում են մշտական վախի մեջ։ Բժիշկները գրել էին, հիվանդը ապրում է այնպես, կարծես սպասում է անմիջական վտանգի։ Բայց ինչ վտանգի էր սպասում մարդը, ով վերահսկում էր ամբողջ երկիրը։
Պատասխանը կայանում է նրանում, թե ինչ տեղի ունեցավ Սաֆարովի ազատումից հետո։ Օրբանը սկսեց ստանալ նամակներ, անանուն նամակներ, որոնք թողնվում էին նրա գրասենյակի դռան առջև ամեն գիշեր։ Նամակները պարունակում էին մեկ նախադասություն. «Մենք գիտենք, թե ինչ արեցիր»։ Սկզբում Օրբանը անտեսեց դրանք, կարծելով, որ դրանք պարզապես սպառնալիքներ են քաղաքական հակառակորդներից։ Բայց երբ նամակները սկսեցին ներառել մանրամասներ, որոնք գիտեին միայն նրա ամենամոտ օգնականները, Օրբանը հասկացավ, որ սա ավելին է, քան պարզ սպառնալիք։ Մի նամակում գրված էր. $7 միլիոն, Լիխտենշտեյնի Ֆալկ բանկ, օգոստոսի 31։ Մեկ այլ նամակում. Գուրգեն Մարգարյան, 20 տարեկան, 16 հարված կացնով։ Երրորդ նամակում. Դու գիտես, թե ինչ արժե մի կյանքը, շուտով կիմանաս, թե ինչ արժե քո կյանքը։ Օրբանը սկսեց հետաքննություն, պարզել, թե ով է ուղարկում այդ նամակները։ Նա հրամայեց իր անվտանգության ծառայությանը ստուգել բոլոր անձնակազմին, ովքեր մուտք ունեին նրա գրասենյակ։ Բայց հետաքննությունը ոչինչ չբացահայտեց։ Նամակները շարունակում էին գալ ամեն գիշեր նոր մանրամասներով, ամեն գիշեր ավելի սպառնալից։ Հունգարական անվտանգության ծառայության նախկին սպան պատմում է, որ Օրբանը դարձավ այնքան պարանոիկ, որ սկսեց կասկածել նույնիսկ իր ամենահին ընկերներին։ Նա հրամայեց տեղադրել գաղտնի տեսախցիկներ իր գրասենյակում։ Նա հրամայեց գաղտնալսել իր անձնակազմի հեռախոսազանգերը։ Նա հրամայեց հետևել իր ընտանիքի անդամներին։ Բայց նամակները շարունակում էին գալ։ Եվ ամենավատը, դրանք սկսեցին ներառել լուսանկարներ։ Լուսանկարներ Օրբանի գաղտնի հանդիպումներից ադրբեջանական պաշտոնյաների հետ։ Լուսանկարներ բանկային փաստաթղթերից։ Լուսանկարներ այն մարդկանցից, ովքեր ներկա էին այն գաղտնի հանդիպումներին, որտեղ քննարկվում էր Սաֆարովի ազատումը։ Ո՞վ էր այդ մարդը։ Ո՞վ ուներ այդ ամբողջ տեղեկատվությունը։ Ո՞վ էր այդ մարդը, ով կարող էր մուտք գործել Օրբանի ամենագաղտնի փաստաթղթերը։ Եվ ամենակարևորը, ինչու էր նա ուղարկում այդ նամակները։ Արդյոք նա ուզում էր փող, թե ինչ-որ այլ բան։ Պատասխանը եկավ 2013-ի ապրիլին, երբ Օրբանը ստացավ վերջին նամակը։ Այս նամակը տարբերվում էր մյուսներից, այն ավելի երկար էր, ավելի մանրամասն եւ ավելի սպառնալից։ Նամակում գրված էր. «Պարոն Օրբան, դուք կարծում եք, որ կարող եք գնել ամեն ինչ ձեր ադրբեջանական ընկերների փողով։ Դուք կարծում եք, որ կարող եք գնել ամեն ինչ ձեր ադրբեջանական ընկերների փողով։ Դուք կարծում եք, որ կարող եք գնել ամեն ինչ ձեր ադրբեջանական ընկերների փողով։ Դուք կարծում եք, որ կարող եք գնել ամեն ինչ ձեր ադրբեջանական ընկերների փողով։ Դուք կարծում եք, որ կարող եք գնել ամեն ինչ ձեր ադրբեջանական ընկերների փողով։ Դուք կարծում եք, որ կարող եք գնել ամեն ինչ ձեր ադրբեջանական ընկերների փողով։ Դուք կարծում եք, որ կարող եք գնել ամեն ինչ ձեր ադրբեջանական ընկերների փողով։ Դուք կարծում եք, որ կարող եք գնել ամեն ինչ ձեր ադրբեջանական ընկերների փողով։ Դուք կարծում եք, որ կարող եք գնել ամեն ինչ ձեր ադրբեջանական ընկերների փողով։ Դուք կարծում եք, որ կարող եք գնել ամեն ինչ ձեր ադրբեջանական ընկերների փողով։ Դուք կարծում եք, որ կարող եք գնել ամեն ինչ ձեր ադրբեջանական ընկերների փողով։ Դուք կարծում եք, որ կարող եք գնել թե ինչ արեցիք։ Դուք պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրեք Գուրգեն Մարգարյանի ընտանիքից։ Եվ դուք պետք է հրապարակայնորեն պահանջեք, որ Ռամիլ Սաֆարովը վերադարձվի Հունգարիա, ավարտելու իր դատավճիռը։ Եթե դուք չանեք սա մեկ ամսվա ընթացքում, մենք կհրապարակենք ամեն ինչ։ Եվ այն ժամանակ ոչ միայն ձեր քաղաքական կարիերան կավարտվի, այլ նաև ձեր ազատությունը։ Օրբանը երբեք չպատասխանեց այդ նամակին։ Նա երբեք չընդունեց, թե ինչ արեց։ Նա երբեք չներողություն խնդրեց Գուրգեն Մարգարյանի ընտանիքից։ Եվ նա երբեք չպահանջեց Սաֆարովի վերադարձը։ Փոխարենը նա ընտրեց լռությունը։ Նա ընտրեց շարունակել ապրել իր սուտերի մեջ, շարունակել ստանալ ադրբեջանական փողը, շարունակել փակել իր աչքերը Ադրբեջանի հանցագործությունների վրա։ Բայց լռությունը ունի իր գինը։ Եվ այդ գինը Օրբանը վճարում է ամեն գիշեր, երբ նա չի կարող քնել, երբ նա տեսնում է Գուրգեն Մարգարյանի դեմքը իր երազներում, երբ նա լսում է այն 16 հարվածները, որոնք վերջ տվեցին մի երիտասարդի կյանքին։ Բժիշկները ասում են, որ Օրբանի առողջությունը վատանում է ամեն տարի։ Նրանք ասում են, որ նա ապրում է մշտական սթրեսի մեջ, մշտական վախի մեջ, մշտական մեղքի զգացման մեջ։ Բայց նա երբեք չի խոստովանի, նա երբեք չի ասի ճշմարտությունը, որովհետև ճշմարտությունը նշանակում է, որ նա պետք է ընդունի, որ ինքը համակիր է սպանության։ Եվ դա ինչ-որ բան է, ինչ Օրբանը երբեք չի կարող անել։ Բայց մենք կարող ենք անել։ Մենք կարող ենք ասել ճշմարտությունը։ Մենք կարող ենք ցույց տալ աշխարհին, թե ինչ իրականում տեղի ունեցավ 2012-ի սեպտեմբերին։
Մենք կարող ենք ցույց տալ, թե ինչպես է եվրոպական քաղաքական գործիչը վաճառել իր հոգին ադրբեջանական նավթային դոլարների համար։ Մենք կարող ենք ցույց տալ, թե ինչպես է արդարադատությունը զոհվել ագահության զոհարանին։ Եվ մենք կարող ենք պահանջել, որ Օրբանը պատասխանատվություն կրի իր արարքների համար։ Ոչ թե միայն քաղաքական պատասխանատվություն, այլ նաև քրեական պատասխանատվություն։ Որովհետև այն, ինչ նա արեց, չէր պարզապես քաղաքական սխալ։ Այն էր հանցագործություն։ Հանցագործություն արդարադատության դեմ, հանցագործություն մարդկության դեմ, հանցագործություն։ Գուրգեն Մարգարյանի հիշատակի դեմ։ Արդյոք Օրբանը երբևէ կպատասխանատվություն կրի իր արարքների համար։ Արդյոք նա երբևէ կկանգնի դատարանի առջև եւ կպատասխանի այն հարցերին, որոնք Գուրգեն Մարգարյանի ընտանիքը տալիս է 32 տարի։ Արդյոք նա երբևէ կընդունի, որ ինքը համակիր է սպանության։ Թե նա կշարունակի ապրել իր սուտերի մեջ, շարունակի ստանալ ադրբեջանական փողը, շարունակի փակել իր աչքերը, մինչ ավելի շատ հայեր սպանվում են Ադրբեջանի կողմից։ Պատասխանը կախված է մեզանից։ Եթե մենք լռենք, եթե մենք թույլ տանք, որ այս պատմությունը մոռացվի, ապա Օրբանը երբեք չի պատասխանատվություն կրի։ Բայց եթե մենք խոսենք, եթե մենք պահանջենք արդարադատություն, եթե մենք չթույլ տանք, որ Գուրգեն Մարգարյանի հիշատակը մոռացվի, ապա գուցե, միայն գուցե, մենք կարող ենք ստիպել Օրբանին պատասխանատվություն կրել իր արարքների համար։ Պատկերացրեք, որ դուք եք այն 12 մարդկանցից մեկը, ովքեր գիտեին ամեն ինչ Օրբանի մասին։ Յուրաքանչյուր բժշկական գաղտնիք, յուրաքանչյուր փախուստի պլան։ 2013-ի մայիսին այս 12 մարդիկ հավաքվեցին գաղտնի հանդիպման, որի մասին Օրբանը երբեք չպետք է իմանար։ Նրանք բոլորն էին անվտանգության ծառայության բարձրաստիճան սպաներ։ Մարդիկ, ովքեր տասնամյակներ ծառայել էին ռեժիմին առանց հարցեր տալու, առանց կասկածելու, առանց մտածելու հետևանքների մասին։ Բայց այդ գիշեր ինչ-որ բան փոխվեց։ Այդ գիշեր նրանք տեսան մի փաստաթուղթ, որը ստիպեց նրանց հասկանալ, որ նրանք ծառայում էին ոչ թե իրենց երկրին, այլ մի մարդու, ով պատրաստ էր զոհել ամեն ինչ, ներառյալ նրանց կյանքերը, իր իշխանությունը պահպանելու համար։ Այդ փաստաթուղթը էր ցուցակ 15 անունների, որոնք պետք է վերացվեին Սաֆարովի ազատման հրապարակումից հետո։ Եվ 3 անունը պատկանում էին ինքներ իրենց։ Ամենավերջին անունը ցուցակում էր Միհայ Կովաչ, 55-ամյա սպա, ով 30 տարի ծառայել էր անվտանգության ծառայությանը, ով տեսել էր 3 վարչապետների անկումը, ով գիտեր բոլոր գաղտնիքները, որոնք թաքցված էին Հունգարիայի քաղաքական պատմության մեջ։ Այդ գիշեր, երբ նա տեսավ իր անունը այդ ցուցակում, նա հասկացավ, որ նրա 30 տարվա ծառայությունը արժեր ոչինչ։ Նա հասկացավ, որ Օրբանի համար նա էր պարզապես խնդիր, որը պետք է լուծվեր։ Եվ նա հասկացավ, որ եթե ուզում է ապրել, պետք է անի ինչ-որ բան, ինչ երբեք չէր մտածել անել՝ դավաճանել իր ղեկավարին։ Բայց արդյոք սա դավաճանություն էր, թե ինքնապաշտպանություն։ Արդյոք նա դավաճանում էր իր երկիրը, թե փրկում էր իր կյանքը մի մարդուց, ով դարձել էր վտանգ ոչ միայն իր համար, այլ նաև ամբողջ ազգի համար։ Միհայ Կովաչը այսօր նստած է մեր առջև, առաջին անգամ համաձայնելով խոսել տեսախցիկների առջև։ Նրա ձեռքերը դողում են, երբ նա բացում է հին նոթատետրը։ Նոթատետր, որը պետք է այրեր դեռ 2013-ի մայիսին, բայց որը նա պահել է որպես կյանքի ապահովագրություն։ Յուրաքանչյուր էջ լի է ամսաթվերով, անուններով, գումարներով։ Ամբողջ պատմությունը Օրբանի եւ Ադրբեջանի միջև գաղտնի համագործակցության մասին։ Նա ցույց է տալիս մեզ մի էջ, որտեղ գրված է 2012 օգոստոսի 31 $7 միլիոն, Լիխտենշտեյնի Ֆալկբանկ, 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 G. $7 միլիոն, Լիխտենշտեյնի Ֆալկբանկ բանկ, $7 միլիոն, Լիխտենշտեյնի Ֆալկբանկ, 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 $7 միլիոն, Լիխտենշտեյնի Ֆալկբանկ,
$7 միլիոն, Լիխտենշտեյնի Ֆալկ բանկ, 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 $7 միլիոն, ովքեր տեսել էին չափազանց շատ, ովքեր կարող էին վտանգել ամբողջ գործողությունը, եթե խոսեին։ Միհայ Կովաչի անունը երրորդն էր ցուցակում։ Նա ասում է, որ երբ առաջին անգամ տեսավ այդ ցուցակը, նա չհավատաց իր աչքերին։ Նա մտածեց, որ սա սխալ է, որ սա չի կարող իրական լինել, որ Օրբանը երբեք չի կարող հրամայել սպանել իր սեփական անվտանգության սպաներին։ Բայց երբ նա տեսավ ամսաթվերը, որոնք նշված էին յուրաքանչյուր անվան կողքին, նա հասկացավ, որ սա ոչ միայն իրական էր, այլ նաև արդեն սկսված էր։ Առաջին անունը ցուցակում էր Յանոշ Նագի, նախկին անվտանգության ծառայության տնօրեն, ով հրաժարական էր տվել 2012-ի հոկտեմբերին, ընդամենը 1 ամիս անց Սաֆարովի ազատումից հետո։ Նրա անվան կողքին գրված էր 2012-2012 նոյեմբերի 15։ Միհայ Կովաչը հիշում է այդ ամսաթիվը։ Այդ օրը Յանոշ Նագին մահացավ ավտովթարից։ Պաշտոնական հաշվետվությունը ասում էր, որ նա կորցրել էր վերահսկողությունը իր մեքենայի վրա եւ բախվել էր ծառին։ Բայց Միհայ Կովաչը գիտեր ճշմարտությունը։ Նա գիտեր, որ Յանոշ Նագին էր ամենափորձառու վարորդը անվտանգության ծառայությունում, մարդ, ով անցել էր հատուկ վարման դասընթացներ, ով կարող էր վարել ցանկացած պայմաններում։ Նա գիտեր, որ Յանոշ Նագին երբեք չէր կորցնի վերահսկողությունը իր մեքենայի վրա, եւ նա գիտեր, որ այդ ավտովթարը չէր պատահական։ Երկրորդ անունը ցուցակում էր Էվա Մոլնար, նախկին անվտանգության ծառայության վերլուծաբան, ով պատասխանատու էր ֆինանսական գործակների մոնիտորինգի համար։ Նրա անվան կողքին գրված էր 2013 հունվարի 22։ Միհայ Կովաչը հիշում է այդ ամսաթիվը նույնպես։ Այդ օրը Էվա Մոլնարը ինքնասպան եղավ։ Պաշտոնական հաշվետվությունը ասում էր, որ նա թռել էր իր բնակարանի պատշգամբից 6-րդ հարկից։ Բայց Միհայ Կովաչը գիտեր, որ Էվա Մոլնարը երբեք չէր խոսել ինքնասպանության մասին, որ նա ուներ 2 փոքր երեխա, որոնց սիրում էր ավելի քան ամեն ինչ աշխարհում, որ նա պլանավորում էր իր դստեր ծննդյան տոնակատարությունը հենց հաջորդ շաբաթ։ Նա գիտեր, որ Էվա Մոլնարը երբեք չէր թողնի իր երեխաներին, եւ նա գիտեր, որ այդ ինքնասպանությունը չէր ինքնասպանություն։ Երրորդ անունը ցուցակում էր Միհայ Կովաչի սեփական անունը։ Նրա անվան կողքին գրված էր 2013 մարտի 10-ը։ Այդ ամսաթիվը դեռ չէր եկել, երբ նա տեսավ ցուցակը։ Նա ուներ 2 շաբաթ որոշելու, թե ինչ անել։ 2 շաբաթ ընտրելու իր հավատարմության եւ իր կյանքի միջև։ 2 շաբաթ հասկանալու, որ նա ծառայել էր մի մարդու, ով պատրաստ էր սպանել նրան, որպեսզի պաշտպանի իր գաղտնիքները։ Միհայ Կովաչը ասում է, որ այդ 2 շաբաթվա ընթացքում նա չէր քնել, չէր ուտում, չէր խոսում իր ընտանիքի հետ։ Նա պարզապես նստում էր իր տանը, նայելով պատուհանից, սպասելով այն պահին, երբ նրանք կգային իր համար։ Բայց մի գիշեր նա կայացրեց որոշում։ Նա որոշեց, որ չի սպասի մահվան։ Նա որոշեց, որ կպայքարի, եւ նա որոշեց, որ միակ ճանապարհը պայքարելու համար էր բացահայտել ճշմարտությունը։ 2013-ի փետրվարի 28-ին Միհայ Կովաչը հանդիպեց մյուս 2 սպաների հուսպաների հետ, որոնց անունները նույնպես էին ցուցակում։ Նրանք հավաքվեցին գաղտնի վայրում, հին պահեստում Բուդապեշտի արվարձաններում, վայր, որտեղ անվտանգության ծառայությունը պահպանում էր հին փաստաթղթեր։ Նրանք բոլորն էին բերել իրենց սեփական նոթատետրերը, իրենց սեփական ապացույցները, իրենց սեփական պատմությունները։ Եվ նրանք բոլորն էին հասել նույն եզրակացության։ Եթե ուզում էին ապրել, պետք է գործեին միասին։ Նրանք ստեղծեցին պլան, որը ներառում էր բոլոր ապացույցների պատճենահանումը, դրանք թաքցնելը տարբեր վայրերում, եւ դրանք փոխանցելը վստահելի լրագրողներին, եթե նրանցից մեկը մահանար։ Նրանք ստեղծեցին մահվան անջատիչ համակարգ, որը ավտոմատ կհրապարակեր բոլոր ապացույցները, եթե նրանք 3-ն էլ մահանային 1 ամսվա ընթացքում։ Եվ նրանք երդվեցին, որ չեն լռի, որ չեն թույլ տա, որ Օրբանը սպանի նրանց առանց հետևանքների, որ չեն թույլ տա, որ Գուրգեն Մարգարյանի սպանությունը մնա անպատիժ։ Բայց նախքան նրանք կարողանային իրականացնել իրենց պլանը, տեղի ունեցավ ինչ-որ բան, որը փոխեց ամեն ինչ։ 2013-ի մարտի 6-ին, ընդամենը 4 օր առաջ, քան Միհայ Կովաչը պետք է վերացվեր, Օրբանը հանկարծ հայտարարեց, որ նա վերակազմավորում է անվտանգության ծառայությունը։ Նա ասաց, որ 5 գվարդիան պետք է փոխարինվի նոր արյունով, որ հին մեթոդները այլևս չեն աշխատում, որ նոր սպառնալիքները պահանջում են նոր մոտեցումներ։ Բայց Միհայ Կովաչը եւ նրա 2 գործընկերները գիտեին ճշմարտությունը։ Նրանք գիտեին, որ այս վերակազմավորումը չէր վերակազմավորում, այդ կազմավորում։
այլ զտում։ Օրբանը ուզում էր ազատվել բոլոր սպաներից, ովքեր գիտեին չափազանց շատ, ովքեր տեսել էին չափազանց շատ, ովքեր կարող էին վտանգել նրա իշխանությունը։ Եվ նա ուզում էր անել դա օրինական ճանապարհով, պարզապես հրաժարական տալով նրանց։ Բայց Միհայ Կովաչը գիտեր, որ հրաժարականը չէր վերջը։ Նա գիտեր, որ Յանոշ Նագին նույնպես էր հրաժարական տվել, եւ 1 ամիս անց նա մահացել էր ավտովթարից։ Նա գիտեր, որ Էվա Մոլնարը նույնպես էր հրաժարական տվել, եւ 2 շաբաթ անց նա ինքնասպան էր եղել։ Եվ նա գիտեր, որ եթե ընդուներ հրաժարականը, նա կլիներ հաջորդը։ Այդ պահին Միհայ Կովաչը կայացրեց ամենակարևոր որոշումը իր կյանքում։ Նա որոշեց չընդունել հրաժարականը։ Նա որոշեց մնալ անվտանգության ծառայությունում, նույնիսկ եթե դա նշանակում էր, որ նա կապրի մշտական վտանգի մեջ։ Նա որոշեց մնալ, որովհետև նա գիտեր, որ եթե լքեր ծառայությունը, նա կկորցներ իր միակ պաշտպանությունը, իր պաշտոնական կարգավիճակը, որը դարձնում էր նրա սպանությունը ավելի բարդ եւ ավելի ռիսկային Օրբանի համար։ Նա որոշեց մնալ 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 Օրբանի համար։ Նա որոշար։ Նա որոշեց մնալ Օրբանի համար։ 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 Նա որոշեց մնալ Օրպես մնալ Օրբանի համար։ Նա որոշեց 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 մնալ Օրբանալ Օրբանի համար։ Նա որոշեց մնալ 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 Օրբանի համար։ Նա որոշեց չէր փաստաթուղթ կամ նոթատետր։ Այն էր տեսագրություն, որը փոխեց ամեն ինչ։ 2013-ի ապրիլին Միհայ Կովաչը մուտք գործեց անվտանգության ծառայության գաղտնի արխիվ, որտեղ պահվում էին բոլոր գաղտնի հանդիպումների տեսագրությունները։ Նա փնտրում էր ինչ-որ բան, ցանկացած բան, որը կարող էր ապացուցել Օրբանի եւ Ադրբեջանի միջև կապը։ Եվ նա գտավ ավելին, քան սպասում էր։ Նա գտավ տեսագրություն 2012-ի օգոստոսի 28-ի գիշերվա հանդիպման, որտեղ Օրբանը հանդիպեց ադրբեջանական դեսպանի հետ։ Տեսագրությունը տևում էր 45 րոպե եւ այն ցույց էր տալիս ամեն ինչ։ Այն ցույց էր տալիս, թե ինչպես է ադրբեջանական դեսպանը բացում իր պայուսակը եւ հանում փաստաթղթեր։ Այն ցույց էր տալիս, թե ինչպես է Օրբանը կարդում այդ փաստաթղթերը, նրա դեմքը դառնում է ավելի ու ավելի լարված։ Այն ցույց էր տալիս, թե ինչպես է դեսպանը ասում $7 միլիոն, կես հիմա, կես երբ Սաֆարովը վերադառնա Բաքու։ Եվ այն ցույց էր տալիս, թե ինչպես է Օրբանը ասում համաձայն եմ։ Այդ երկու բառը համաձայն եմ փոխեցին ամեն ինչ։ Դրանք էին ապացույցը, որ Սաֆարովի ազատումը չէր իրավական որոշում, այլ գնված գործարք։ Դրանք էին ապացույցը, որ Օրբանը գիտակցաբար, կամովին եւ նախապես պլանավորված կերպով համաձայնվեց ազատ արձակել մարդասպանի փողի դիմաց։ Դրանք էին ապացույցը, որ Գուրգեն Մարգարյանի արդարադատությունը զոհվեց ագահության զոհարանին։ Միհայ Կովաչը պատճենահանեց այդ տեսագրությունը 3 տարբեր USB սարքերի վրա։ Նա թաքցրեց մեկը իր տան հատակի տակ, մեկը իր քրոջ տանը եւ մեկը բանկային պահատուփում։ Եվ նա երդվեցավ, որ եթե նրան ինչ-որ բան պատահի, այդ տեսագրությունը կհրապարակվի։ Նա երդվեցավ, որ Օրբանը չի կարող թաքցնել իր հանցագործությունը հավերժ։ Նա երդվեցավ, որ որ ճշմարտությունը կբացահայտվի։ Բայց արդյոք ճշմարտությունը բավական է արդարադատություն բերելու համար։ Արդյոք մի տեսագրություն, մի քանի փաստաթղթեր, մի քանի նոթատետրեր բավական են ստիպելու Օրբանին պատասխանատվություն կրել իր արարքների համար։ Թե մենք ապրում ենք աշխարհում, որտեղ իշխանավորները կարող են անել ցանկացած բան առանց հետևանքների, որտեղ փողը կարող է գնել ամեն ինչ, ներառյալ արդարադատությունը, որտեղ ճշմարտությունը կարող է թաղվել գաղտնի արխիվներում, հավերժ մոռացված։ Միհայ Կովաչը չգիտի պատասխանը, բայց նա գիտի մի բան, նա չի լռի։
Նա չի թույլ տա, որ Գուրգեն Մարգարյանի հիշատակը մոռացվի։ Նա չի թույլ տա, որ Օրբանը շարունակի ապրել իր սուտերի մեջ։ Եվ նա չի թույլ տա, որ եվրոպական արդարադատությունը շարունակի վաճառվել ամենաբարձր գնով առաջարկողին։ Բուդապեշտի տակ գոյություն ունեն թունելներ եւ բունկերներ, որոնք նույնիսկ պաշտոնական քարտեզներում չեն նշված։ Դրանք կառուցվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ընդլայնվել են Սառը պատերազմի տարեշտարիներին եւ վերանորոգվել են 2000-ականների սկզբին, երբ Հունգարիան միացավ ՆԱՏՕ-ին։ Բայց ամենագաղտնի թունելները, այն թունելները, որոնց մասին գիտեն միայն հատուկ մարդիկ, կառուցվել են 2006-ի եւ 2008-ի միջև, հենց այն ժամանակ, երբ Օրբանը սկսեց իր վերակառուցման ծրագիրը։ Այս թունելները չեն պարզապես փախուստի ուղիներ, դրանք են ամբողջ ստորգետնյա ցանց, որը կապում է Օրբանի պալատը, անվտանգության ծառայության շենքը, կենտրոնական բանկը եւ գաղտնի օդանավակայանը Բուդապեշտի արվարձաններում։ Ով կառուցեց այս թունելները գաղտնի։ Ուր են դրանք տանում։ Եվ ինչու Օրբանը ծախսեց 100 միլիոն եվրո կառուցելու ինչ-որ բան, ինչի մասին նույնիսկ նրա ամենամոտ խորհրդականները չգիտեին։ Պատասխանը գտնվում է մի փաստաթղթում, որը Միհայ Կովաչը հայտնաբերեց անվտանգության ծառայության արխիվներում։ Փաստաթուղթը կոչվում էր «Օպերացիա Ելք», գաղտնի պլան, որը մշակվել էր 2007-ին, եւ որը նկարագրում էր, թե ինչպես պետք է Օրբանը եւ նրա ամենամոտ օգնականները դուրս գան Հունգարիայից արտակարգ իրավիճակի դեպքում։ Պլանը մանրամասն նկարագրում իջեր յուրաքանչյուր քայլ, սկսած այն պահից, երբ սպառնալիքը հայտնաբերվում է, մինչև այն պահը, երբ Օրբանը անվտանգ վայրում է արտերկրում։ Պլանը ներառում էր թունելների օգտագործումը, հասնելու գաղտնի օդանավակայան հատուկ ինքնաթիռի օգտագործումը, թռչելու դեպի անհայտ նպատակակետ, եւ նախապես պատրաստված փաստաթղթերի օգտագործումը, ստեղծելու նոր ինքնություններ։ Օրբանի եւ նրա ընտանիքի համար։ Բայց ամենաանհանգստացնող մասը պլանի չէր, ինքը պլանը, այլ այն, թե ով ֆինանսավորեց այն։ Փաստաթղթի վերջում կար մի նշում. ֆինանսավորում Ադրբեջանի պետական նավթային ֆոնդ, գումար 100 միլիոն եվրո, փոխանցման ամսաթիվ 2007 մայիսի 15։ Օրբանի փախուստի պլանը ֆինանսավորվել էր ադրբեջանական նավթային փողով։ Բայց ինչու Ադրբեջանը կֆինանսավորեր ոչինչ Օրբանի փախուստի պլանը դեռ 2007-ին, 5 տարի առաջ, քան Սաֆարովը ազատվեց։ Ինչ էր Ադրբեջանը սպասում Օրբանից դիմաց։ Եվ ինչու Օրբանը պետք էր փախուստի պլան դեռ այն ժամանակ, երբ նա ամուր էր իր իշխանության մեջ։ Միհայ Կովաչը ասում է, որ երբ նա առաջին անգամ տեսավ այդ փաստաթուղթը, նա հասկացավ, որ Օրբանի եւ Ադրբեջանի միջև համագործակցությունը սկսվել էր շատ ավելի վաղ, քան ցանկացած մեկը կարծում էր։ Նա հասկացավ, որ Սաֆարովի ազատումը չէր սկիզբը, այլ շարունակությունը։ Շարունակությունը մի հարաբերության, որը սկսվել էր տարիներ առաջ եւ որը ներառում էր շատ ավելին, քան պարզապես մի բանտարկյալի փոխանցում։ Միհայ Կովաչը սկսեց հետաքննել ավելի խորը։ Նա սկսեց փնտրել այլ փաստաթղթեր, որոնք կարող էին բացատրել այս հարաբերությունը, եւ նա գտավ ինչ-որ բան, որը ցնցեց նրան ավելի, քան ցանկացած այլ բան, որ տեսել էր։ Նա գտավ մի ֆայլ, որը կոչվում էր Ադրբեջանական լվացքատուն։ Այս ֆայլը պարունակում էր տեղեկություններ ամբողջ ցանցի մասին, ցանցի, որը Ադրբեջանը ստեղծել էր Եվրոպայում, լվանալու իր նավթային դոլարները եւ վերածելու դրանք քաղաքական ազդեցության։ Ֆայլը ցույց էր տալիս, թե ինչպես է Ադրբեջանի պետական նեֆթային ֆոնդը ստեղծել օֆշորային ընկերություններ Պանամայում, Բրիտանական Վիրջինյան կղզիներում, Լիխտենշտեյնում եւ Շվեյցարիայում։ Ֆայլը ցույց էր տալիս, թե ինչպես են այդ օֆշորային ընկերությունները փոխանցում փող եվրոպական քաղաքական կուսակցություններին, լոբիստական ընկերություններին, ուններին, մեդիա կազմակերպություններին եւ անհատ քաղաքական գործիչներին։ Ֆայլը ցույց է տալիս, թե ինչպես է այդ փողը օգտագործվում՝ գնելու ազդեցություն, գնելու լռություն, գնելու համակրություն Ադրբեջանի քաղաքականության նկատմամբ։ Բայց ամենաանհանգստացնող մասը ֆայլի էր ցուցակը։ Ցուցակը այն եվրոպական քաղաքական գործիչների, ովքեր ստացել էին փող ադրբեջանական լվացքատումից։ Ցուցակը ներառում էր ավելի քան 200 անուն, անուններ վարչապետների, նախարարների, խորհրդարանի անդամների, քաղաքապետների, դատավորների։ Ցուցակը ներառում էր անուններ Հունգարիայից, Ավստրիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից, նույնիսկ Մեծ Բրիտանիայից։ Յուրաքանչյուր անուն ուներ գումարը, որը այդ մարդը ստացել էր Ադրբեջանից։ Օրբանի անուն էր ցուցակի գլխում՝ 15 միլիոն եվրո։ Բայց նա չէր միակը։ Կային տասնյակ այլ անուններ, որոնք ստացել էին միլիոնավոր եվրո։ Եվ բոլորն առանց բացառության լռել էին, երբ Ադրբեջանը սպանում էր հայերին, երբ Ադրբեջանը ռմբակոծում էր Արցախը, երբ Ադրբեջանը փառաբանում էր մարդասպաններին։ Միհայ Կովաչը պատճենահանեց այդ ֆայլը նույնպես։
Նա պատճենահանեց յուրաքանչյուր էջը, յուրաքանչյուր անունը, յուրաքանչյուր գումարը։ Եվ նա հասկացավ, որ այն, ինչ նա հայտնաբերել էր ավելին, քան պարզապես Օրբանի հանցագործությունը։ Այն, ինչ նա հայտնաբերել էր համակարգ։ Համակարգ, որը թույլ էր տալիս Ադրբեջանին գնել Եվրոպայի լռությունը, գնել Եվրոպայի համակրությունը, գնել Եվրոպայի հոգին։ Եվ նա հասկացավ, որ եթե այս համակարգը չոչնչացվեր, ապա Գուրգեն Մարգարյանը չէր լինի վերջին զոհը։ Կլինեին ավելի շատ Գուրգեններ, ավելի շատ սպանություններ, ավելի շատ անարդարություններ, ավելի շատ լռություն։ Եվ նա հասկացավ, որ նա ուներ պարտականություն։ Պարտականություն ոչ միայն իր սեփական կյանքը պաշտպանելու, այլ նաև պաշտպանելու բոլոր այն մարդկանց, ովքեր կարող էին դառնալ հաջորդ զոհերը այս համակարգի։ Բայց ինչպես կարող էր մի մարդ, մի նախկին անվտանգության ծառայության սպա, ով ապրում էր մշտական վտանգի մեջ, ով գիտեր, որ նրա անուն էր վերացման ցուցակում, ինչպես կարող էր նա պայքարել ամբողջ համակարգի դեմ։ Ինչպես կարող էր նա բացահայտել ճշմարտությունը, երբ ամբողջ մեդիան վերահսկվում էր նրանց կողմից, ովքեր ուզում էին թաքցնել այդ ճշմարտությունը։ Ինչպես կարող էր նա պահանջել արդարադատություն, երբ ամբողջ իրավական համակարգը կաշառված էր նրանց կողմից, ովքեր ուզում էին խուսափել արդարադատությունից։ Միհայ Կովաչը չգիտեր պատասխաններ այս հարցերին, բայց նա գիտեր մի բան. նա չէր միայնակ։ Կային ուրիշներ, ովքեր նույնպես գիտեին ճշմարտությունը, ովքեր նույնպես ուզում էին արդարադատություն, ովքեր նույնպես պատրաստ էին պայքարել։ Եվ եթե նրանք միավորվեին, եթե նրանք միասին գործեին, գուցե, միայն գուցե, նրանք կարող էին փոխել ինչ-որ բան։ Արդյոք Միհայ Կովաչը եւ նրա գործընկերները կհաջողեին բացահայտել ճշմարտությունը։ Արդյոք նրանց ապացույցները կլինեին բավական, ստիպելու Օրբանին պատասխանատվություն կրել։ Արդյոք ադրբեջանական լվացքատունը կոչնչացվեր, թե այն կշարունակեր գործել գնելով ավելի ու ավելի շատ եվրոպական քաղաքական գործիչների։ Եվ ամենակարևորը, արդյոք Գուրգեն Մարգարյանի ընտանիքը երբևէ կստանար այն արդարադատությունը, որին իրավունք ունեին։ Պատասխանները այս հարցերին դեռ անհայտ են, բայց մի բան հստակ է՝ պայքարը դեռ շարունակվում է, եւ մինչեւ այն ավարտվի, մենք չենք լռի։ Երբ անվտանգության ծառայության սպաները մտան Օրբանի անձնական արխիվ, փնտրելով փաստաթղթեր Սաֆարովի գործով, նրանք գտան մի բան, որը երբեք չպետք է գոյություն ունենար։ Բժշկական քարտեր։ Քարտեր, որոնք պահվում էին հատուկ պահարանում։ Քարտեր, որոնց մուտքը թույլատրված էր միայն 3 բժշկի։ Այս քարտերը պարունակում էին տեղեկություններ Օրբանի առողջության մասին։ Տեղեկություններ, որոնք երբեք չպետք է հրապարակվեին։ Տեղեկություններ, որոնք բացատրում էին ամեն ինչ։ Քարտերը ցույց էին տալիս, որ Օրբանը տառապում էր քրոնիկ անկնությունից դեռ 2010-ից։ Քարտերը ցույց էին տալիս, որ նա սկսել էր ընդունել հակատագնապային դեղամիջոցներ 2011-ից։ Քարտերը ցույց էին տալիս, որ նրա վիճակը վատացել էր 2012-ից հետո, հենց այն ժամանակ, երբ Սաֆարովը ազատվեց։ Եվ քարտերը ցույց էին տալիս, որ 2013-ի սկզբին Օրբանի բժիշկները սկսել էին մտահոգվել նրա հոգեկան առողջության վիճակով։ Մի բժշկական հաշվետվություն, որը գրվել էր 2013-ի փետրվարի 18-ին, նկարագրում էր Օրբանի վիճակը հետևյալ կերպ. Հիվանդը ցուցաբերում է պարանոիկ միտումներ։ Նա հավատում է, որ մարդիկ նրա շուրջը փորձում են վնասել նրան։ Նա տեսնում է սպառնալիքներ ամենուր։ Նա չի վստահում նույնիսկ իր ամենամոտ օգնականներին։ Նա պահանջում է, որ իր ուտելիքը համտեսվի յուրաքանչյուր անգամ։ Նա փոխում է իր քնելու սենյակը ամեն գիշեր։ Նա պահպանում է բեռնավոր զենք իր բարձի տակ։ Նա չի քնում ավելի քան 3 ժամ գիշերը։ Նա տառապում է ծանր գիշերային ճգնաժամերից։ Նա տեսնում է մարդկանց, ովքեր չկան։ Նա լսում է ձայներ, որոնք չկան։ Խորհուրդ է տրվում անմիջական հոգեբուժական միջամտություն։ Բայց Օրբանը երբեք չընդունեց հոգեբուժական միջամտություն։ Փոխարենը նա սկսեց ընդունել ավելի ու ավելի շատ դեղամիջոցներ։ Նրա բժշկական քարտերը ցույց են տալիս դեղամիջոցների ցուցակ, որը երկարանում էր ամեն ամիս։ 2013-ի մարտին նա ընդունում էր 5 տարբեր դեղամիջոց։ 2013-ի հունիսին 8 դեղամիջոց։ 2013-ի սեպտեմբերին 12 դեղամիջոց։ Հակատագնապային դեղամիջոցներ, հակադեպրեսանտներ, քնաբեր դեղամիջոցներ, ցավազրկողներ։ Նրա բժիշկները մտահոգված էին, որ նա զարգացնում էր կախվածություն այդ դեղամիջոցներից, բայց Օրբանը չէր լսում նրանց։ Նա ասում էր, որ դեղամիջոցները միակ բանն են, որ օգնում են նրան գործել, միակ բանը, որ թույլ է տալիս նրան շարունակել իր աշխատանքը, միակ բանը, որ պահպանում է նրան նորմալ։ Բայց ինչով էր պայմանավորված այս հանկարծակի վատացումը Օրբանի առողջության մեջ։ Ինչու էր նա սկսել տեսնել սպառնալիքներ ամենուր։ Ինչու էր նա սկսել չվստահել բոլորին։ Ինչու էր նա սկսել ապրել մշտական վախի մեջ։ Միհայ Կովաչը ասում է, որ պատասխանը պարզ է։
Օրբանը գիտեր, թե ինչ էր արել։ Նա գիտեր, որ ինքը համակիր էր սպանության։ Նա գիտեր, որ ինքը վաճառել էր արդարադատությունը փողի դիմաց։ Նա գիտեր, որ ինքը դավաճանել էր բոլոր այն արժեքներին, որոնք ենթադրաբար պաշտպանում էր։ Եվ նա գիտեր, որ եթե ճշմարտությունը երբևէ բացահայտվեր, նա կկորցներ ամեն ինչ՝ իր իշխանությունը, իր հեղինակությունը, իր ազատությունը։ Այդ գիտելիքը, այդ մշտական վախը բացահայտման, այդ մշտական սպասուկան սպասումը հատուցման, դա էր այն, ինչ ոչնչացնում էր Օրբանին ներսից։ Բժիշկները ասում են, որ Օրբանի մարմինը ապրում էր մշտական սթրեսի վիճակում։ Նրա արյան վերլուծությունները ցույց էին տալիս բարձր մակարդակի կորտիզոլ, սթրեսի հորմոն, որը սովորաբար հայտնաբերվում է մարդկանց մոտ, ովքեր ապրում են մշտական վտանգի մեջ։ Նրա սրտի հաճախությունը էր մշտապես բարձր, նրա արյան ճնշումը էր մշտապես բարձր, նրա քաշը էր նվազում, նրա մազերը էին ճերմակվում, նրա դեմքը էր ծերանում։ Բժիշկները գրել էին. հիվանդը ապրում է այնպես, կարծես սպասում է անմիջական վտանգի։ Եվ նրանք ճիշտ էին։ Օրբանը իրականում սպասում էր վտանգի։ Նա սպասում էր այն պահին, երբ ճշմարտությունը կբացահայտվեր, երբ ապացույցները կհրապարակվեին, երբ նա կկանգներ դատարանի առջև եւ կպատասխաներ իր արարքների համար։ Եվ այդ սպասումը, այդ մշտական անորոշությունը, այդ մշտական վախը, դա էր այն, ինչ սպանում էր նրան ավելի արագ, քան ցանկացած հիվանդություն։ Միհայ Կովաչը ասում է, որ երբ նա տեսավ Օրբանի բժշկական քարտերը, նա զգաց ինչ-որ տարօրինակ բան։ Նա զգաց ոչ թե գթություն, ոչ թե ուրախություն, այնուն այլ ինչ-որ այլ բան, ինչ-որ բան, որը նա չէր սպասում զգալ։ Նա զգաց արդարադատություն։ Ոչ թե իրավական արդարադատություն, ոչ թե քրեական արդարադատություն, այլ ինչ-որ ավելի խորը, ավելի անձնական արդարադատություն։ Նա տեսավ, որ Օրբանը արդեն պատժվում էր իր արարքների համար։ Ոչ թե դատարանի կողմից, ոչ թե իրավական համակարգի կողմից, այլ իր սեփական խղճի կողմից։ Նա տեսավ, որ Օրբանը ապրում էր սեփական անձնական դժոխքում։ Դժոխք, որը ստեղծել էր ինքը իր սեփական ընտրությունների միջոցով։ Եվ նա հասկացավ, որ երբեմն ամենավատ պատիժը չէ բանտը, չէ տուգանքը, չէ հրապարակային ամոթը, այլ այն, որ պետք է ապրես ամեն օր, գիտենալով, թե ինչ ես արել, գիտենալով, թե ինչ ես կորցրել, գիտենալով, որ երբեք չես կարող վերադառնալ եւ փոխել քո ընտրությունները։ Բայց արդյոք այս բավական է։ Արդյոք Օրբանի անձնական տառապանքը բավական է արդարադատություն համարվելու Գուրգեն Մարգարյանի ընտանիքի համար։ Արդյոք այն փաստը, որ Օրբանը չի կարող քնել գիշերները, բավական է փոխհատուցելու այն փաստը, որ Գուրգենը երբեք չի քնի կրկին։ Արդյոք այն փաստը, որ Օրբանը չի կարող քնել գիշերները, բավական է փոխհատուցելու այն փաստը, որ Գուրգենը երբեք չի քնի կրկին։ Արդյոք այն փաստը, որ Օրբանը չի կարող քնել գիշերները, բավական է փոխհատուցելու այն փաստը, որ Գուրգենը երբեք չի քնի կրկին։ Արդյոք այն փաստը, որ Օրբանը չի կարող քնել գիշերները, բավական է փոխհատուցելու այն փաստը, որ Գուրգենը երբեք չի քնի կրկին։ Արդյոք այն փաստը, որ Օրբանը չի կարող քնել գիշերները, բավական է փոխհատուցելու այն փաստը, որ Գուրգենը երբեք չի քնի կրկին։ Արդյոք այն փաստը, որ պետք է լինի նաև հրապարակային պատասխանատվություն, պետք է լինի նաև իրավական հետևանքներ, պետք է լինի նաև պաշտոնական ճանաչում այն փաստի, որ Օրբանը համակիր էր հանցագործության։ Եվ նա ասում է, որ մինչև այդ չլինի, արդարադատությունը չի իրականացվի։ Առաջին անգամ 32 տարվա ընթացքում այն մարդը, ով պատասխանատու էր Օրբանի անձնական անվտանգության համար, համաձայնվում է խոսել տեսախցիկների առջև, առանց դիմակի, առանց ձայնի աղավաղման, առանց անանունության պաշտպանության։ Լազլո Տոթը 61 տարեկան է, եւ նրա աչքերում կարելի է տեսնել ավելին, քան պարզապես հոգնածություն։ Կարելի է տեսնել մեղքի զգացում, որը կուտակվել է տասնամյակներ շարունակ։ Նա բացում է իր հին պայուսակը եւ հանում փաստաթուղթ, որը պետք է այրեր դեռ 2012-ի սեպտեմբերին, բայց որը նա պահել է որպես վերջին ապահովագրություն։ Փաստաթղթի վերնագիրը գործարք թիվ AZ135։ Ներսում ամբողջ պատմությունը Սաֆարովի ազատման մասին, գրված Օրբանի անձնական օգնականի ձեռագրով։ Յուրաքանչյուր տող ապացույց է, յուրաքանչյուր ամսաթիվ մեղադրանք է, յուրաքանչյուր ստորագրություն դատապարտություն է։ Լազլո Տոթը ասում է, որ երբ առաջին անգամ տեսավ այս փաստաթուղթը, նա հասկացավ ինքը ծառայում էր ոչ թե իր երկրին, այլ հանցավոր կազմակերպության, որը թվեց իբրև կառավարություն։ Նա հասկացավ, որ յուրաքանչյուր օր, երբ նա պաշտպանում էր Օրբանին, նա պաշտպանում էր մարդու, ով վաճառել էր իր հոգին ադրբեջանական նավթային դոլարների համար։ Եվ նա հասկացավ, որ եթե շարունակեր լռել, ինքը կդառնար համակիր այն ամենի, ինչ Օրբանը արել էր։ Այսօր, 32 տարի անց, Լազլո Տոթը պատրաստ է պատմել ամեն ինչ։ Ո՞վ էր իրական հանցագործը այս պատմության մեջ։
Ով էր այն մարդը, ով իրականում պլանավորեց Սաֆարովի ազատումը։ Եվ ինչու Օրբանը համաձայնվեց դառնալ այդ պլանի կատարողը։ Լազլո Տոթը պատմում է, որ 2012-ի օգոստոսի 28-ի գիշերը նա պահպանում էր Օրբանի գրասենյակի դուռը, երբ ներս մտավ մի մարդ, ում նա երբեք չէր տեսել։ Այդ մարդը չներկայացավ, չցույց տվեց որևէ փաստաթուղթ, պարզապես ասաց. «Ես ունեմ հանդիպում վարչապետի հետ»։ Լազլո Տոթը ստուգեց հանդիպումների ցուցակը, այնտեղ չկար որևէ գրառում։ Նա փորձեց զանգահարել Օրբանի օգնականին, հեռախոսը անջատված էր։ Նա փորձեց կանգնեցնել այդ մարդուն, մարդը հանեց հեռախոս և ցույց տվեց մի հաղորդագրություն Օրբանից։ «Թույլ տվեք նրան մտնել, ոչ ոք չպետք է իմանա»։ Լազլո Տոթը բացեց դուռը։ Հանդիպումը տևեց ճիշտ 45 րոպե։ Այդ ամբողջ ժամանակ Լազլո Տոթը կանգնած էր դռան մոտ, լսելով ձայներ, որոնք գալիս էին ներսից։ Նա չէր լսում բառերը, բայց նա լսում էր տոնը։ Սկզբում Օրբանի ձայնը էր բարձր, գրգռված, մերժող։ Հետո այն դարձավ ավելի հանգիստ, ավելի հետաքրքրված, ավելի հաշվարկված։ Եվ վերջում, երբ այդ անծանոթ մարդը դուրս եկավ գրասենյակից, Լազլո Տոթը տեսավ Օրբանի դեմքը պատուհանի միջից։ Օրբանը նստած էր իր սեղանի մոտ, գլուխը ձեռքերի մեջ, ուսերը թեքված, կարծես նա կրում էր աշխարհի ամբողջ ծանրությունը։ Այդ պահին Լազլո Տոթը հասկացավ, որ ինչ-որ բան փոխվել էր։ Ինչ-որ բան անդառնալի էր տեղի ունեցել այդ 45 րոպեի ընթացքում։ Հաջորդ առավոտ Լազլո Տոթը տեսավ բանկային փոխանցման հաստատումը Օրբանի սեղանի վրա։ $7 միլիոն։ Լիխտենշտեյնի Ֆալկ բանկ։ Ստացող Հունգարիայի Ֆիդես կուսակցություն։ Փոխանցման ամսաթիվ օգոստոսի 31։ Փոխանցման նպատակ հումանիտար ծրագրերի աջակցություն։ Լազլո Տոթը լուսանկարեց այդ փաստաթուղթը իր հեռախոսով։ Նա չգիտեր, թե ինչու է դա անում, նա պարզապես զգաց, որ պետք է ունենա ապացույց։ Ապացույց այն բանի, ինչ տեսնում էր։ Ապացույց այն բանի, ինչ գիտեր, որ սխալ է։ Ապացույց այն բանի, ինչ գիտեր, որ մի օր կարող է անհրաժեշտ լինել։ Եվ նա ճիշտ էր։ Այդ լուսանկարը այսօր մենք ցույց ենք տալիս առաջին անգամ։ Լուսանկարը, որը ապացուցում է, որ Սաֆարովի ազատումը չէր իրավական որոշում, այլ գնված գործարք։ Լուսանկարը, որը ապացուցում է, որ Օրբանը գիտակցաբար, կամովին և նախապես պլանավորված կերպով վաճառեց արդարադատությունը փողի դիմաց։ Լուսանկարը, որը ապացուցում է, որ Գուրգեն Մարգարյանի կյանքը գնահատվեց ճիշտ $7 միլիոն։ Բայց ով էր այդ անծանոթ մարդը, ով այցելեց Օրբանին այդ գիշերը։ Լազլո Տոթը ասում է, որ նա երբեք չիմացավ նրա անունը, բայց նա հիշում է նրա դեմքը։ Նա հիշում է նրա աչքերը, սառը, հաշվարկված, անզգայուն։ Նա հիշում է նրա ձեռքերը, մաքուր, խնամված, ձեռքեր, որոնք երբեք չեն աշխատել ֆիզիկական աշխատանք։ Նա հիշում է նրա հագուստը, թանկ կոստյում, շվեյցարական ժամացույց, իտալական կոշիկներ։ Եվ նա հիշում է նրա պայուսակը, սև կաշե պայուսակ, որը նա բերել էր իր հետ և տարել իր հետ։ Պայուսակ, որը պարունակում էր ինչ-որ բան, որը փոխեց Օրբանի որոշումը։ Լազլո Տոթը ասում է, որ տարիներ շարունակ նա փորձեց պարզել, թե ով էր այդ մարդը։ Նա փորձեց գտնել նրա լուսանկարը անվտանգության տեսախցիկների գրառումներում։ Բոլոր գրառումները այդ գիշերվա համար ջնջված էին։ Նա փորձեց հարցնել Օրբանի օգնականներին։ Նրանք ասացին, որ չգիտեն որևէ բան այդ հանդիպման մասին։ Նա փորձեց ստուգել այցելուների ցուցակները։ Այդ մարդու անունը չկար որևէ ցուցակում։ Կարծես այդ մարդը երբեք չէր եղել։ Կարծես այդ հանդիպումը երբեք չէր տեղի ունեցել։ Կարծես ամեն ինչ, ինչ Լազլո Տոթը տեսել էր, եղել էր պարզապես երազ։ Բայց դա չէր երազ։ Դա էր իրականություն։ Եվ այդ իրականությունը ուներ անուն։ 2019, երբ Միհայ Կովաչը և Լազլո Տոթը միավորեցին իրենց ապացույցները, դրանք հայտնաբերեցին ինչ-որ բան, որը բացատրում էր ամեն ինչ։ Դրանք հայտնաբերեցին, որ այդ անծանոթ մարդը չէր ադրբեջանական դեսպան, չէր ադրբեջանական հատհատուկ ծառայությունների սպա, չէր նույնիսկ ադրբեջանցի։ Նա էր միջնորդ։ Միջնորդ, ով աշխատում էր անհայտ խորհրդատվական ընկերության համար։ Ընկերության, որը մասնագիտացած էր քաղաքական ռիսկերի կառավարման մեջ։ Այս ընկերությունը, որը գրանցված էր Շվեյցարիայում և ուներ գրասենյակներ Լոնդոնում, Դուբայում և Սինգապուրում, էր իրական ճարտարապետը ադրբեջանական լվացքատան։ Այս ընկերությունը էր այն, որ ստեղծել էր օֆշորային ցանցը, որը թույլ էր տալիս Ադրբեջանին լվանալ իր նավթային դոլարները։ Այս ընկերությունը էր այն, որ ստեղծել էր օֆշորային ցանցը, որը թույլ էր տալիս Ադրբեջանին լվանալ իր նավթային դոլարները։ Այս ընկերությունը էր այն, որ ստեղծել էր օֆշորային ցանցը, որը թույլ էր տալիս Ադրբեջանին լվանալ իր նավթային դոլարները։ Այս ընկերությունը էր այն, որ ստեղծել էր օֆշորային ցանցը, որը թույլ էր տալիս Ադրբեջանին լվանալ իր նավթային դոլարները։
Այս ընկերությունը էր, որ պլանավորել էր Սաֆարովի ազատումը, ոչ թե որպես մեկուսի միջադեպ, այլ որպես մաս ավելի մեծ ռազմավարության։ Այդ ռազմավարությունը ուներ անուն՝ գործողություն լռություն։ Միհայ Կովաչը և Լազլո Տոթը հայտնաբերեցին փաստաթուղթ, որը նկարագրում էր այս գործողությունը մանրամասն։ Փաստաթուղթը բացատրում էր, որ Ադրբեջանը պլանավորում էր նոր ռազմական գործողություններ Արցախում, և որ այդ գործողությունները կհանգեցնեին մեծ թվով զոհերի։ Փաստաթուղթը բացատրում էր, որ Ադրբեջանը պլանավորում էր նոր ռազմական գործողություններ Արցախում, և որ այդ գործողությունները կհանգեցնեին մեծ թվով զոհերի։ Փաստաթուղթը բացատրում էր, որ Ադրբեջանը պլանավորում էր նոր ռազմական գործողություններ Արցախում, և որ այդ գործողությունները կհանգեցնեին մեծ թվով զոհերի։ Փաստաթուղթը բացատրում էր, որ Ադրբեջանը պլանավորում էր նոր ռազմական գործողություններ Արցախում, և որ այդ գործողությունները կհանգեցնեին մեծ թվով զոհերի։ Փաստաթուղթը բացատրում էր, որ Ադրբեջանը պլանավորում էր նոր ռազմական գործողություններ Արցախում, և որ այդ գործողությունները կհանգեցնեին մեծ թվով զոհերի։ Փաստաթուղթը բացատրում էր, որ Ադրբեջանը պլանավորում էր նոր ռազմական գործողություններ Արցախում, և որ այդ գործողությունները կհանգեցնեին մեծ թվով զոհերի։ Փաստաթուղթը բացատրում էր, որ Ադրբեջանը պլանավորում էր նույնիսկ ազատ արձակել մարդասպանի։ Եվ այդ հաղորդագրությունը հասավ իր նպատակին։ 2012-ի սեպտեմբերի 20-ից հետո, երբ Սաֆարովը վերադարձավ Բաքու որպես հերոս, Եվրոպան լռեց։ Մի քանի երկրներ արտահայտեցին մտահոգություն, մի քանի քաղաքական գործիչներ տվեցին դատապարտող հայտարարություններ, բայց ոչ ոք չձեռնարկեց իրական գործողություններ։ Ոչ ոք չդադարեցրեց էներգետիկ համագործակցությունը Ադրբեջանի հետ։ Ոչ ոք չդադարեցրեց զենքի վաճառքը Ադրբեջանին։ Ոչ ոք չդադարեցրեց ֆինանսական հոսքերը Ադրբեջանից։ Եվրոպան ընտրեց փողը արդարադատության նկատմամբ։ Եվրոպան ընտրեց նավթը մարդկային կյանքերի նկատմամբ։ Եվրոպան ընտրեց լռությունը ճշմարտության նկատմամբ։ Եվ այդ ընտրությունը արժեց հազարավոր կյանքեր։ 2014-ի ապրիլին 4-օրյա պատերազմ։ 2016-ի ապրիլին ապրիլյան պատերազմ։ 2020-ի սեպտեմբերին 44-օրյա պատերազմ։ Յուրաքանչյուր պատերազմում հարյուրավոր զոհեր, հազարավոր վիրավորներ, տասնյակ հազարավոր փախստականներ։ Եվ յուրաքանչյուր պատերազմի ժամանակ Եվրոպան շարունակում էր լռել։ Միհայ Կովաչը և Լազլո Տոթը ասում են, որ երբ նրանք հասկացան այս ամբողջ պատմությունը, երբ նրանք տեսան, թե ինչպես է Սաֆարովի ազատումը դարձել մաս ավելի մեծ պլանի, նրանք զգացին ինչ-որ բան, որը գերազանցում էր զայրույթը կամ վրեժխնդրությունը։ Նրանք զգացին պարտականություն։ Պարտականություն ոչ միայն Գուրգեն Մարգարյանի ընտանիքի նկատմամբ, այլ նաև բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր զոհվեցին այն պատերազմներում, որոնք հետևեցին Սաֆարովի ազատմանը։ Պարտականություն բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր կզոհվեն ապագա պատերազմներում, եթե այս համակարգը չոչնչացվի։ Պարտականություն ճշմարտության նկատմամբ, արդարադատության նկատմամբ, հիշողության նկատմամբ։ Եվ նրանք որոշեցին, որ անկախ ռիսկերից, անկախ վտանգներից, անկախ հետևանքներից, նրանք կբացահայտեն այս ճշմարտությունը։ Նրանք կպատմեն այս պատմությունը։ Նրանք կցույց կտան աշխարհին, թե ինչ իրականում տեղի ունեցավ 2012-ի սեպտեմբերին։ 2021-ի հունվարին տեղի ունեցավ ինչ-որ բան, որը փոխեց ամեն ինչ։ Միհայ Կովաչը, Լազլո Տոթը և երրորդ նախկին անվտանգության ծառայության սպան Պետեր Նագի որոշեցին հանդես գալ հրապարակայնորեն։ Նրանք կազմակերպեցին մամուլի ասուլիս Բուդապեշտում, մամուլի ասուլիս ասուլիս, որտեղ նրանք ներկայացրին բոլոր իրենց ապացույցները։ Բանկային փոխանցումների հումների հաստատումները, գաղտնի հանդիպումների տների տեսագրությունները, բժշկական քարտերը, վերացման ցուցակը, ադրբեջանական լվացքատան ֆայլերը, գործողություն լռություն թում փաստաթուղթը։ Ամեն ինչ։ Յուրաքանչյուր ապացույց, յուրաքանչյուր փաստաթուղթ, յուրաքանչյուր տեղեկություն, որը նրանք հավաքել էին տասնամյակների ընթացքում։ Մամուլի ասուլիսը տևեց 3 ժամ, այն հեռարձակվեց ուղիղ եթերով ավելի քան 20 երկրներում։ Այն դիտեց ավելի քան 5 միլիոն մարդ, և 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 ավելի որտեղ մերժեց բոլոր մեղադրանքները որպես սուտ և քաղաքական շահարկում։ Նա ասաց, որ Սաֆարովի փոխանցումը եղել է օրինական իրավական գործընթաց։ Նա ասաց, որ բանկային փոխանցումները եղել են օրինական ներդրումներ։
Նա ասաց, որ նախկին անվտանգության ծառայության սպաները դժգոհ աշխատողներ են, ովքեր փորձում են վրեժ լուծել, բայց ոչ ոք չհավատաց նրան։ Ապացույցները չափազանց հստակ էին, փաստաթղթերը չափազանց մանրամասն էին, տեսագրությունները չափազանց համոզիչ էին։ Հունգարական ընդդիմությունը պահանջեց Օրբանի հրաժարականը։ Եվրոպական խորհրդարանը սկսեց հետաքննություն։ Միջազգային քրեական դատարանը հայտարարեց, որ քննարկում է գործի բացումը։ Եվ ամենակարևորը, Գուրգեն Մարգարյանի ընտանիքը վերջապես ստացավ ճանաչում։ Ճանաչում այն փաստի, որ նրանց որդին զոհ էր ոչ միայն միազգային ամոլի ատելության, այլ նաև համակարգի, որը թույլ տվեց այդ ատելությանը դառնալ սպանություն եւ այդ սպանությանը մնալ անպատիժ։ Բայց պատմությունը չվերջացավ այնտեղ։ 2021-ի մարտին Օրբանը հայտարարեց, որ առողջական պատճառներով ժամանակավորապես հեռանում է իր պաշտոնից։ 2021-ի մայիսին նա լքեց Հունգարիան, ըստ պաշտոնական տարբերակի բուժման համար։ Բայց Միհայ Կովաչը եւ Լազլո Տոթը գիտեն ճշմարտությունը։ Նրանք գիտեն, որ Օրբանը օգտագործեց իր օպերացիա ելք պլանը։ Նրանք գիտեն, որ նա անցավ այն թունելներով, որոնք կառուցել էր ադրբեջանական փողով։ Նրանք գիտեն, որ նա թռավ այն գաղտնի ինքնաթիռով, որը ֆինանսավորվել էր ադրբեջանական փողով։ Եվ նրանք գիտեն, որ նա թռավ այն գաղտնի ինքնաթիռով, որը ֆինանսավորվել էր ադրբեջանական փողով։ Եվ նրանք գիտեն, որ նա թռավ այն գաղտնի ինքնաթիռով, որը ֆինանսավորվել էր ադրբեջանական փողով։ Եվ նրանք գիտեն, որ նա թռավ այն գաղտնի ինքնաթիռով, որը ֆինանսավորվել էր ադրբեջանական փողով։ Եվ նրանք գիտեն, որ նա թռավ այն գաղտնի ինքնաթիռով, որը ֆինանսավորվել էր ադրբեջանական փողով։ Եվ նրանք գիտեն, որ նա թռավ այն գաղտնի ինքնաթիռով, որը ֆինանսավորվել էր ադրբեջանական փողով։ Եվ նրանք գիտեն, որ նա թռավ այն գաղտնի ինքնաթիռով, որը ֆինանսավորվել էր ադրբեջանական փողով։ Եվ նրանք գիտեն, որ նա թռավ այն գաղտնի ինքնաթիռով, որը ֆինանսավորվել էր ադրբեջանական փողով։ Եվ նրանք գիտեն, որ նա թռավ այն գաղտնի ինքնաթիռով, որը ֆինանսավորվել էր ադրբեջանական փողով։ Եվ նրանք գիտեն, որ նա թռավ այն գաղտնի ինքնաթիռով, որը ֆինանսավորվել էր ադրբեջանական փողով։ Եվ նրանք գիտեն, որ նա թռավ այն գաղտնի որոնք ենթադրաբար պաշտպանում էր։ Ինչ վերաբերում է Ռամիլ Սաֆարովին, նա շարունակում է ապրել Բաքվում որպես ազգային հերոս։ Նա ստացել է բնակարան, աշխատանք, նույնիսկ ռազմական կոչում։ Նա տալիս է հարցազրույցներ, որտեղ պաշտպանում է իր արարքը որպես հայրենասիրական պարտք։ Նա մասնակցում է հանրային միջոցառումներին, որտեղ նրան ողջունում են որպես հերոս։ Եվ նա երբեք չի ցույց տվել որևէ զղջում, որևէ ափսոս, որևէ հասկացողություն այն փաստի, որ ինքը խլել է մի երիտասարդի կյանքը։ Բայց Միհայ Կովաչը եւ Լազլո Տոթը հավատում են, որ մի օր Սաֆարովը նույնպես կպատասխանատվություն կրի իր արարքների համար։ Նրանք հավատում են, որ մի օր միջազգային քրեական դատարանը կկարողանա հետապնդել նրան։ Նրանք հավատում են, որ մի օր միջազգային քրեական դատարանը կկարողանա հետապնդել նրան։ Նրանք հավատում են, որ մի օր միջազգային քրեական դատարանը կկարողանա հետապնդել նրան։ Նրանք հավատում են, որ մի օր միջազգային քրեական դատարանը կկարողանա հետապնդել նրան։ Նրանք հավատում են, որ մի օր միջազգային քրեական դատարանը կկարողանա հետապնդել նրան։ Նրանք հավատում են, որ մի օր միջազգային քրեական դատարանը կկարողանա հետապնդել նրան։ Նրանք հավատում են, որ մի օր միջազգային քրեական դատարանը կկարողանա հետապնդել նրան։ Նրանք հավատում են, որ մի օր միջազգային քրեական դատարանը կկարողանա հետապնդել նրան։ Նրանք հավատում են, որ մի օր միջազգային քրեական դատարանը կկարողանա հետապնդել նրան։ Աշխարհը վերջապես գիտի ճշմարտությունը։ Աշխարհը գիտի, որ Սաֆարովի ազատումը չէր իրավական որոշում, այլ գնված գործարք։ Աշխարհը գիտի, որ Օրբանը վաճառել է արդարադատությունը 7 միլիոն դոլարի դիմաց։ Աշխարհը գիտի, որ Օրբանը վաճառել է արդարադատությունը 7 միլիոն դոլարի դիմաց։ Աշխարհը գիտի, որ Օրբանը վաճառել է արդարադատությունը 7 միլիոն դոլարի դիմաց։ Աշխարհը գիտի, որ Օրբանը վաճառել է արդարադատությունը 7 միլիոն դոլարի դիմաց։ Աշխարհը գիտի, որ Օրբանը վաճառել է արդարադատությունը 7 միլիոն դոլարի դիմաց։ Աշխարհը գիտի, որ Օրբանը վաճառել է արդարադատությունը 7 միլիոն դոլարի դիմաց։ Աշխարհը գիտի, որ Օրբանը վաճառել է արդարադատությունը 7 միլիոն դոլարի դիմաց։ Աշխարհը գիտի, որ Օրբանը վաճառել է արդարադատությունը 7 միլիոն դոլարի դիմաց։ Աշխարհը գիտի, որ Օրբանը վաճառել է արդարադատությունը 7 միլիոն դոլարի դիմաց։ Աշխարհը գիտի, որ Օրբանը վաճառել է արդարադատությունը 7 միլիոն դոլարի դիմաց։ Աշխարհը գիտի, որ Օրբանը վաճառել է արդարադատությունը 7 միլիոն դոլարի դիմաց։ Աշխարհը գիտի, որ Օրբանը վաճառել է արդարադատությունը 7 միլիոն դոլարի դիմաց։ Աշխարհը գիտի, որ Օրբանը վաճառել է արդարադատությունը 7 միլիոն դոլարի դիմաց։ Աշխարհը գիտի, որ Օրբանը վաճառել է արդարադատությունը 7 միլիոն դոլարի դիմաց։
Աշխարհը գիտի, որ Օրբանը վաճառել է արդարադատությունը, որ նրա որդու կյանքը գնահատվեց ճիշտ $7 միլիոն։ Նա վերջապես իմացավ, որ եվրոպական քաղաքական գործիչները հաշվում էին փողը, մինչ նա լաց էր լինում իր որդու գերեզմանի մոտ։ Բայց նա նաև իմացավ, որ նրա որդու զոհաբերությունը չէր զուր։ Նրա որդու պատմությունը բացահայտեց ամբողջ համակարգը, որը թույլ էր տալիս նման անարդարություններին տեղի ունենալ։ Նրա որդու պատմությունը ստիպեց աշխարհին բացել իր աչքերը։ Եվ նրա որդու պատմությունը ստեղծեց շարժում, որը պահանջում է, որ երբեք այլևս ոչ մի մայր չպետք է կորցնի իր որդուն այսպիսի համակարգի պատճառով։ Բայց դեռ կան հարցեր, որոնց պատասխանները մենք չգիտենք։ Ո՞վ էր իրականում այն անծանոթ մարդը, ով այցելեց Օրբանին 2012-ի օգոստոսի 28-ի գիշերը։ Ում համար էր նա իրականում աշխատում։ Եվ քանի այլ եվրոպական քաղաքական գործիչներ են ստացել նմանատիպ այցելություններ, նմանատիպ առաջարկներ, նմանատիպ փոխանցումներ։ Քանի այլ գուրգեններ պետք է զոհվեն, մինչև Եվրոպան վերջապես կասի. բավական է։ Քանի այլ մայրեր պետք է լան իրենց որդիների գերեզմանների մոտ, մինչև աշխարհը վերջապես կհասկանա, որ արդարադատությունը չի կարող վաճառվել։ Այս հարցերը մնում են բաց։ Բայց մի բան հստակ է. մենք չենք կարող թույլ տալ, որ այս պատմությունը մոռացվի։ Մենք չենք կարող թույլ տալ, որ Գուրգեն Մարգարյանի զոհաբերությունը լինի զուր, եւ մենք չենք կարող թույլ տալ, որ այս համակարգը շարունակի գործել առանց հետևանքների։ Հարգելի հեռուստադիտողներ, եթե դուք հետևել եք այս ողբերգական պատմությանը մինչև վերջ, գրեք մեկնաբանություններում, թե որ քաղաքից եք։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե որտեղ է Գուրգեն Մարգարյանը դեռ հիշվում։ Եվ բաժանորդագրվեք ալիքին, չբաց թողնելու ճշմարտությունը պատմության